Մեկնարկում ենք Reform 2026 աշխատարանի երրորդ աշխատարանի վերջին քննարկումը եւ այսօր անչափ ուրախ ենք հյուրընկալել Իրանագետ Աննա Գևորգյանին, Տիկին Գևորգյան, շնորհակալություն հրավերն ներկա գտնվելու համար եւ անվտանգության հարցերով փորձագետ Դավիթ Պետրոսյանը, լսարանի համար ովքեր տեղյակ չեն, Դավիթ Պետրոսյանը այն մարդն է եղել, ով որ համախմբել է Restart շարժման հիմնական անդամներին 2018 թվականի փետրվարի 5-ին, դրանից առաջ Տարկետման շարժման շրջանակներում, դրանից հետո Restart հիմնական անդամներով շարժման հիմնադրել ենք Restart հիմնադրամը, ուստի նաև Դավիթը այդ ողջ ընթացքում առաջնորդել է այդ գործընթացը եւ վերջերս նա ամնում էր պայմանավորված կրթություն ստանալու հանգամանքով, իսկ այսօր ուրախ ենք արդեն հյուրընկալել մեր ընկերոջը որպես խոսնակ այս քննարկման համար, նաև շնորհակալություն քեզ, որ այս քննարկմանը մասնակցում ես, իսկ հիմա մենք դասական ֆորմատով ենք առաջնորդվելու, 5 րոպե կտրամադրենք խոսնակներին բացման խոսքի համար, այնուհետև կունենանք հարց ու պատասխան, արդեն գրանցման հարթակը բաց է ձեր գրանցումների համար, ուստի դուք կարող եք գրանցվել, իսկ ես Դավիթին կխնդրեմ, որպեսզի սկսի բացման խոսքը։ Բարև ձեզ, շատ շնորհակալություն այս հնարավորության համար, հատկապես Restart-ի գործընկերներից, Յուրի նախաբան ես մի բան կավելացնեմ, որ 2017-ին, 2018-ին, երբ որ մենք Restart-ը սկսում էինք, մենք երբեք չէինք կարող պատկերացնել, որ մենք կկարողանանք նման մասշտաբի միջոցառում կազմակերպել։ Մենք սկսել ենք համալսարանի դիմացի Չարենցի այգուց մի քանի հոգով ու նման մասշտաբով, նման մարդկանցով, նման կազմակերպվածությամբ մենք չենք պատկերացնում ու ես դրա համար շնորհակալ եմ իմ գործընկերներին, որտեղ սա միայն իրանց աշխատանքի արդյունքն է ու եւս մեկ անգամ շնորհակալություն։ Ես կփորձեմ խոսքս սկսել ամենաարդիական թեմանից, բայց մի քիչ նախաբան տալով, հետո արդեն ըստ ձեր հարցերի ավելի կկենտրոնանք ինչ-որ կոնկրետ թեմաների վրա։ Ես կցանկամ մենք խոսենք անվտանգությունից, որտեղ պետությունների համար ամենակարևոր հարցը անվտանգությունն է, ու պետության իշխանության կառավարության գլխավոր գործառույթը անվտանգություն ապահովելն է։ Սրանից են բխում մնացած ամեն ինչը, դա համար ամենամեծ ծախսերն են, հիմնական անվտանգության պայմանավորված, որտեղ կյանքի մահվան պետության գոյության հարց է։ Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգը Լեռնային Ղարաբաղի 2020 թվականի 44-րդ պատերազմից հետո կտրուկ փոխվեց։ Այնպես ինչպես մենք պարտվեցինք, այնպիսի իրավիճակով որ զինադադարը կնքվեց, մենք շատ խոցելի իրավիճակում էինք ու հիմնական խնդիր այն էր, որ երկու բան պարզ այդտեղ դարձավ, առաջին այն էր, որ հայկական բանակը ու դրա հետ կապված մնացած կառույցները անվտանգային, դա կլինի հետախուզությունը, հիմնական բանակը պատրաստ չէին այն մարտահրավերին, որ մենք ունենք։ Սա առաջին խնդիրն էր, որ իշխանությունները գիտակցեցին, ժողովուրդը հասկացավ, որ այն ինչ մենք ունենք բավարար չի, որտեղ ունենալը պայմանավորված է նրանով, ինչի դիմաց դու կռվում ես։ Մենք այն համեմատականի մեջ է։ Իսկն այն քո ու եղածի լավ լինելը, բավարար լինելը չափվում է նրանով, ինչի դեմ որ դու կռվում ես։ Հիմա մեր դեպքում պարզացա, որ այն ինչի դեմ մենք կռվում ենք, մենք բավարար ռեսուրս չունենք։ Մյուսը արդեն ուսա կոչվում է ներքին բալանսավորում։ Այսինքն հակակողմներին, մցակիցներին մենք բալանսավորում ենք երկու ձևով՝ ներքին, արտաքին։ Ներքին բալանսավորումը դա քո ռազմական պոտենցիալն է իրականում, բանակը, զինվորներ, տեխնոլոգիաներ, որը աջակցվում է քո տնտեսությամբ, այս երկու բանն է։ Մյուսը արտաքին բալանսավորումը, դա քո դաշնակիցներն են։ Հիմա 44-րդ պատերազմում նաև պարզ դարձավ, որ մեր դաշնակցային բազաներ բավարար չի անվտանգային սպառնալիքները բավարարելու համար։ Օրինակով ձեզ բերեմ, օրինակ հիմա եթե մենք Եվրոպային նայում ենք, եվրոպական երկրները իրաց անվտանգային խնդիրների մի մասը լուծում են Ամերիկայի միջոցով։ Իսկ իրանք ունենալով տնտեսություն, իրանք մենակով հնարավորություն չունեն ամբողջովին բավարարելու այն սպառնալիքները, որ իրանք ունեն, դա Ռուսաստանն է, որտեղ իրանք չունեն բավարար միջուկային զենքի կարողություններ, սպառազինություն, հետևակ ամեն ինչ, տանկեր, եթե դուք թվերը նայեք, Ռուսաստանը ամեն ինչով առաջ է եվրոպական երկրներից։ Դա համար
արտաքին բալանսավորում են անում Ամերիկայի օգնությամբ։ Կամ օրինակ նույն Ճապոնիան։ Հիմա հետո ինչ տեղի ունեցավ, ուստեղ մի կարգով ամենահետաքրքիր մասից մեկը գալի, որ բավարար մեր մոտ չի քննարկվում։ Ամեն դեպքում մենք Ղարաբաղում պարտվեցինք, բայց չենք ցանկանում զիջել։ Թե իշխանությունը, թե ժողովուրդը մեր մոտ պատկերացում չկար, որ մենք Ղարաբաղը կորցրել ենք։ Եթե դուք 2020-ի, ասենք դեկտեմբեր կամ 21-ի սկիզբ, ընդհանուր մինչև 22 մեր մոտ դուք եթե նայեք 2021 թվականին ուժերի նախընտրական ծրագրերը եւ այլն, հիմա դրանք աբսուրդ են համարվում, բայց այն ժամանակ դրանք այդքան էլ աբսուրդ չէին։ Ու ինչ տեղի ունեցավ, Ադրբեջանը շարունակեց։ Ադրբեջանը տեսավ, որ մենք չենք կարողանում դիմագրավել, տեղի ունեցան ներխուժումները Հայաստանի սուվերեն տարածք։ Այսինքն Հայաստանը ոչ միայն նախ ձախողեց Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովում, հետո արդեն հարց էր առաջացել, որ Հայաստանը նաև չի կարողանում սեփական անվտանգությունը ապահովել։ Ու 2022 թվականի ջերմուկի, որը իրական ամբողջ սահմանի երկայնքով էր հարձակում, մենք ջերմուկի էսկալացիա ենք դա որպես հիշում, դա ապացույցներ նրա ցավոք, որ մեր կարողությունները բավարար չեն նույնիսկ 2-3 օր պատերազմ մղելու։ Օրինակ եթե անվտանգության խորհրդում կամ ռազմական պաշտպանության նախարարությունում կամ ԱԱԾ-ում կամ հետախուզում քննարկումներ անում, առաջի հարցերից մեկը հետևյալն է. մենք քանի օր կարան կռվենք։ Ինչ գնով, քանի օր, ոնց։ Այս հարցի պատասխանը խուսափում էր բոլորը տային, որովհետև փորձը ցույցվեց, որ մենք 1.5 օր, եթե չեմ սխալվում, տևել կամ 2 մենք կորցրել ենք շատ կարևոր բարձունքներ, ջերմուկ քաղաքից իրանք եղել են, եթե արագ վազելով այդ ձորը ինչ-որ մեկի իշներ, մի 5 ժամում կիշներիմ, չնայած շատ եմ կարող ասում, մենք մեքենայով որ բարձրացել ենք 20 րոպե է տևել, ու այն վատ սովետական հին այս արագ պիկապները որ լինի, կարող ավելի արագ ստացվի։ Ուզում ասեմ, շատ մոտ էին, խոսակցություններ կար, որ ադրբեջանական հետախուզությունը նույնիսկ իջել է ջերմուկ, պատտվել է, հետա գնաց, այսինքն սպառնալիքը իրական են դարձել, ու սայից հետո եղավ Պրահայի թղթերը։ Ստորագրվեց Ղարաբաղից այս այն գինն էր, որով Հայաստանը շահեց որոշակի պատուհան Ադրբեջանին զսպելու համար։ Ու հետո գայս արդեն մյուս հատվածը, որը սկսվում է 2022-ից մինչև 24, իմ կարծիքով, որ պարզ էր, որ Հայաստանը իր բանակով չի կարող բալանսավորել Ադրբեջանին ու եկավ այդ արևմտյան գործընկերների կողմից տարբեր տեսակի աջակցություններ, որով Հայաստանի անվտանգային համակարգը ձևափոխվեց։ Այսինքն եթե մինչև 44-րդ պատերազմը, մինչև 22 թվականի պատերազմը Հայաստանի անվտանգային համակարգը ամբողջությամբ հենված էր Ռուսաստանի հետ անվտանգային պայմանավորվածությունների, այսինքն ՀԱՊԿ եւ երկկողմ։ Սա իր տեղը զիջեց մի նոր զսպման համակարգի, որտեղ օրինակ առաջի սա սկսվեց իրական հայտարարություններով Նենսի Փելոսի այց, հայտարարություններ, արձագանքներ, որոնք որոշակի անվտանգային շերտ վահան էին մեզ համար, կարճաժամկետ։ Դրանք իրական Հայաստանի Հանրապետության կառավարությունը այդ ժամանակ աշխատում էր օրական ռեժիմով։ Այսօր պատերազմ չեղավ, ուրեմն լավ է։ Այս մի շաբաթը չեղավ, ուրեմն լավ է։ Ու հետո արդեն եղավ ԵՄ դիտորդական առաքելությունը։ Ու եթե կարճ ասենք վիճակագրությունը նայեք, այդ առաքելության տեղակայումից հետո մենք տարածք չենք կորցրել, ոչ մի մետր քառակուսի, սահմանին մեկ անգամ, եթե չեմ սխալվում, զոհենք ունեցել, դա եղել այն հատվածում, որտեղ ԵՄ դիտորդներ չեն, այլ ռուսական զորք կար, սա մի հատ լրիվ ուրիշ պատմություն է։ Հետո արդեն սա մի այլ համակարգ մեզ ապահովեց, որոշակի զսպման համակարգ մեզ ապահովեց, ու հետո արդեն ունեցանք օգոստոսի 8-ը թրիփը, որը տնտեսական նախագիծ էր, որը որոշակի էլի մեզ անվտանգային երաշխիք է տվել, բայց սա վերջնական չի։ Սա մեզ հնարավորություն է պատուհան ուժ հավաքելու, ուժ գեներացնելու, այսինքն բանակ եւ տնտեսություն կառուցելու։ Հիմնական սա այսինքն ոչ թե վերջնական հարցի լուծումն, այլ սա միջոց է, հնարավորության պատուհան, որ թե մենք խելացին ենք օգտագործենք, որ այն աշխարհական վիճակը, որ մենք ունենք, ինքը շատ արագ փոխվի։ Սա մասին մենք կարող խոսենք, ոչ մեկ չէր մտածում, որ պարզ կա, ասենք ինչ տեղի կունենա Իրանում։ Այսինքն հիմա մենք գործենք մի նոր զսպման համակարգի հետ,
ու մեր խնդիր իմ կարծիքով պետք է լինի հիմնական իմ խոսքի մեր իմ կարծիքով այն է, որ այն ինչ որ մենք ունենք, սա վերջնական չի, դե 98-ին, 99-ին, 2006-ին ոչ մեկ չէր մտածում, որ Ղարաբաղում մենք նման զարգացումներ կունենանք։ Ու հիմիկվա այս խաղաղություններ մենք չպետք է մտածենք, օ վերջ։ Այսքանը, մերսի։ Շնորհակալություն շատ։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հրավերի համար։ Ես հիշում եմ, թե ռեստարտը ոնց էր սկսում որպես շարժում ու հետևելով գործունեությանը, արդեն որպես հիմնադրամ, միշտ շատ ուրախանում եմ, որ հաջողում եք այսքան կարևոր միջոցառումներ անել, այդ առիթով շնորհավորում եմ եւ շատ ուրախ եմ այսօր այստեղ գտնվելու։ Պարոն Պետրոսյանը շատ կարևոր մի քանի խնդիրների անդրադարձավ, ես կուզեմ դիտարկումներ անել ու գուցե շարունակել որպես իրանագետ նաև տարածաշրջանի մյուս կարևոր ուժի դիտանկյունը նաև ներկայացնել այդ խնդիրներին։ Պարոն Պետրոսյան մի քանի անգամ շեշտեց, որ պետք է հաշվի առնել, որ կարող է իրադրություն փոխվել եւ ոչ ոք չէր մտածում, օրինակ 90-ականներին, որ կունենանք այն զարգացումները, որ ունեցել ենք։ Ես կարծում եմ, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ մեր քաղաքական եւ վերլուծական շրջանակների քննարկումներում այդ դիտարկումը ամենից շատ պակասող դիտանկյունն է, որպես կանոն քննարկվում են իրողություններ որպես վերջնական իրողություններ եւ չկա այդ զգայունությունը, զգայուն մոտեցումը, որ այս պահին օրինակ մեր հարևանների շահերը թելադրում են X որևէ մի զարգացում, հնարավոր է, որ այդ փոփոխվի։ Եվ կարծում եմ, որ դա ամենաառանցքային պատճառներից մեկն էր, թե ինչու տարիներ շարունակ, հատկապես 98 թվականից սկսած իշխանափոխությունից հետո չկար այն ընկալումը, որ եղած ստատուս քվոն անվտանգության համակարգում կարող է մի օր փոխվել։ Եթե օրինակ ետ գնաք եւ փորձեք նայել, թե 98-ից սկսած տարբեր նախընտրական շրջաններում, չէ, ընտրություններից առաջ տարբեր բանավեճերում քաղաքական Ղարաբաղի խնդրի վերաբերյալ, կոնֆլիկտի վերաբերյալ ինչ քննարկումներ կար, դուք կբացահայտեք ձեզ համար, որ որպես կանոն տասնամյակներ շարունակ ասվել է, որ այդ հարցը լուծված է արդեն։ Իմիջայլոց բոլոր են դերակատարները, ովքեր տարիներ շարունակ ասում էին, որ հարցը լուծված է, այն ժամանակ, երբ իրականում լուծված չէր, այսօր ասում են, որ հարցը փակված չէ։ Եվ սա շատ հետաքրքիր դիտանկյունա կարծում եմ եւ մղում է մեզ ենթադրելու, որ գոյություն ունի հայաստանյան մի ֆենոմեն, երբ իրականության հետ առերեսվելու խնդիրներ ունենք։ Մենք կարծում ենք հաճախ, որ մենք երբ ինչ որ մի փաստի, իրադարձության, իրողության վերաբերյալ մեր մեկնաբանությունը շատ կրկնենք, այն կդադարի լինել մեկնաբանություն եւ կդառնա փաստ։ Նույնիսկ հենց այդպիսի ձևակերպումներով էլ էին հանդես գալիս, որ եթե մենք չասենք, որ հարցը փակված չի, մենք կարողանանք նաև մյուսներին համոզել, միջազգային հանրությանը, միջազգային կազմակերպություններին, գործընկերներին, որ այդ հարցը այլևս գոյություն չունի։ Իսկ իրականում այս իրողությունը նաև շատ պարարտ հող է ներկա քննարկումներում երկու էլի ծայրահեղական մոտեցումներ ունենալ։ Մի դեպքում ասել, որ ամեն ինչ մինչ այս արվել ամեն ինչ սխալ էր, եւ մյուս դեպքում ասել հակառակը, ամեն ինչ իդեալական ընթանում էր, մեկ հոգի կամ մեկ քաղաքական ուժ ամեն ինչ գլխիվայր շուռ տվեց։ Ես կարծում եմ, որ պետքա սթափ վերլուծությունների համար հաշվի առնել, որ կուսակցական երկու մոտեցումներն էլ կուսակցական շահերից բխող ենթադրություններ են, իսկ ճշմարտությունը մեջտեղում է գտնվում, որովհետև այն ինչ կարող էր լինել ճշմարտություն 90-ականների սկզբին, պարտադիր չի, որ ճշմարիտ լինի նաև 2026-ի համար։ Երբ ասում ենք օրինակ Իրանի շահ տարածաշրջանային կամ Ռուսաստանի տարածաշրջանային շահ կամ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի տարածաշրջանային շահ, պետք է հաշվի առնենք, որ այդ շահերը մեկ շահ չի, շահերի համախումբ է, եւ դրանցից մի քանիսը, որ ինչ որ զարգացումների արդյունքում կարող են փոփոխվել։ Որպես օրինակ, 22 թվականին Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանի տարածաշրջանային շահերը փոխվել են։ Արդյոք մենք որպես պետություն եւ մեր քաղաքական համակարգը հաշվի էր նստում դրա հետ եւ փորձում էր
հաշվարկել, թե դա ինչ է նշանակելու եւ Հայաստանի համար եւ Լեռնային Ղարաբաղի համար։ Հիմա ինչ վերաբերում է Իրանին, մի երկու բառով ներածական մոտեցում ասեմ եւ ուրախ կլինեմ նաեւ ձեր հարցերին պատասխանել։ Շատ հաճախ լսած կլինեք, որ անվտանգության տեսանկյունից Հայաստանի ու Իրանի շահերը համընկնում են մեր տարածաշրջանում եւ դա շատ հստակ ձևով ընդգծվում էր հատկապես 22 թվականի սեպտեմբերյան այդ հարձակումից հետո պարոն Պետրոսյանը նշեց, թե ինչքան կարևոր էր ԵՄ-ի քաղաքացիական առաքելության տեղակայումը մեր սահմանին, բայց միաժամանակ կարևոր էր նաև Իրանի քաղաքական դիրքորոշումը, երբ ասվում էր, որ Իրանի համար էլ, եւ այստեղ այս համար էլ-ը բանալի բառ է, որովհետեւ ինքը միայնակ չէր, որ այդպես էր ասում, Թեհրանից, Բրյուսելից ու Վաշինգտոնից այդ ընթացքում մենք գրեթե նույնական հայտարարություններ ենք լսում այն մասին, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելը կարևոր է եւ կարմիր գիծ է նոր էսկալացիան թույլ չտալը։ Օրինակ դա է պատճառը իմ կարծիքով, որ թեև Իրանի համար տարիներ շարունակ շատ կարևոր է եղել, որ Հարավային Կովկասում չլինեն արտատարածաշրջանային ուժեր, բայց ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ նրանց դիրքորոշումը կամ չեզոք էր, կամ լուր ընդունման, այսպես մոտեցում էր այն պատճառով, որ եթե լիներ նոր էսկալացիա, այնտեղ լինելու էին ադրբեջանական զորքեր, որոնց օգնելու էր նաև Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է։ Եվ եթե շատ պարզունակ ձևակերպելու լինեմ, Իրանի հարավկովկասյան քաղաքականության համար շատ ավելի նախընտրելի է քաղաքացիական առաքելություն Եվրոպական միությունից, քան զինված ՆԱՏՕ-ական զորք իր սահմանների մոտ։ Հիմա այս հաշվի առնելով իսկապես շատ կարևոր է հաշվի առնել, որ երբ խոսքը գնում է տարածքային ամբողջականության մասին, մեր եւ Իրանի տարածաշրջանային հետաքրքրությունները համընկնում են, բայց դա ելի եմ նշում, ամենևին չի նշանակում, որ բացարձակ նույնական են մեր շահերը եւ ամենևին չի նշանակում նաեւ, որ այս կամ այն զարգացումների վերաբերյալ Իրանի կամ որևէ այլ երկրի դժգոհությունները պետք է ավելի վեր դասեն, քան մեր պետական եւ ազգային շահերը։ Այստեղ երևի թե կանգ կառնեմ եւ սիրով կսպասեմ ձեր հարցերին։ Շնորհակալություն բավականին համապարփակ ներածական խոսքի համար։ Մա արդեն անցնենք հարց ու պատասխանին։ Առաջին հարցի համար խնդրում եմ խոսափողը տրամադրել Մանե Հեբոյանին։ Շնորհակալություն հնարավորության համար։ Ողջունում եմ երկու խոսնակներին էլ, սակայն հարցս կհղեմ պարոն Պետրոսյանին, իդեպ օգտվելով առիթից, պարոն Պետրոսյան, բարի վերադարձ հայրենիք։ Հարցս վերաբերում է, պարոն Պետրոսյան, դուք տարիներ առաջ պայքարում եք կրթության անընդհատության եւ տարկետման իրավունքի համար, հաշվի առնելով, որ այսօր բանակում կան նոր համակարգեր, փոփոխություններ, ինչպես օրինակ Պաշտպան հայրենաց ծրագիրը կամ պարտադիր զինվորական ծառայության կրճատման մասին քննարկումներ, ել ավելի կրճատման մասին քննարկումներ, ըստ ձեզ որն է այն ոսկե միջինը, որպեսզի կարողանանք ունենալ թե մարդունակ եւ տեխնոլոգիապես զարգացած բանակ, եւ թե կարողանանք նպաստել երիտասարդների ակադեմիական եւ գիտական պոտենցիալի զարգացմանը, եւ երկրորդ հարցը սկսված սրան, արդյոք պատրաստվում եք ձեր առաջարկներով եւ տեսլականով կիսվել պետական սեկտորի հետ։ Մերսի շատ, շնորհակալություն։ Առաջարկը շատ մեծ է իմ կարծիքով։ Ինչպիսի մենք բանակ պետք է ունենանք, իմ կարծիքով կախված է այն սպառնալիքներից, որ մենք ունենք։ Այսինքն, օրինակ 60,000 պետք է լինի, 40,000 պետք է լինի, խրամատները ինչ համալրվածությամբ պետք է լինեն։ Սա կախված է այն անվտանգային սպառնալիքներից, որ մենք ունենք։ Ես վստահ չեմ, որ այս պահին սահմանված է, թե ինչ սպառնալիքի դեմ ենք մենք կռվում։ Ես շատ կոնկրետ կլինեմ, օրինակ Պաշտպանության նախարարությունում կամ անվտանգության խորհրդում պետք է իմանան, օրինակ ինչ տեսակ հարձակում Ադրբեջանը կարող է մեր դեմ իրականացնել։ Օրինակ դա ամբողջ սահմանի երկայնքով մեծ հարձակում է, որը կոչվում է այսպես ասած битва на истощение, war of attrition հյուծման ռազմություն։ Դու կռվում ես այնքան, մինչև կողմից մեկը հոգնի։ Այս դեպքում քեզ պետք է մեծ բանակ։ Դու պետք է ամբողջ սահմանի երկայնքով ունենաս տղաները, ովքեր որ ծառայել են կամ բոլորս է տեղյակ ենք բանակից, հիշում եք չէ, պոստը ոնց են կանգնում, ամեն մետրի վրա, ամեն ջոկատ կոնկրետ մետր պետք է պահի։ Սա առաջի հարցն է, որ ես չեմ զգացել մեր իշխանությունից հարցին ոնց են արձագանքում։
այսինքն սպառնալիքից հակառակված ինչ տեսակ բանակ պետքա լինի։ Մյուս հարցը ես կողմ եմ, որ մենք իհարկե այդ ժամկետային բանակը, այսինքն 18 տարեկան զորակոչել բանակ, սա վաղ-թույլ պետք է փոխվի, պետք է մենք օրինակ պայմանագրային բանակ, ու ես չեմ կարծում, որ սա շատ բարդ խնդիր է։ Սա ուղղակի ճիշտ աշխատելու կազմակերպվածության, կարգապահության, լավ աշխատելու արդյունք պետք է լինի։ Ես չեմ կարող, սա ավելի ոչ թե ֆինանսի հետ է կապված, այլ ճիշտ աշխատելու։ Ճիշտ է, ես չեմ կարծում ֆինանսի խնդիր կա, ավելի շատ կազմակերպ։ Մենք պետք է ունենանք այդպիսի բանակ, իմ կարծիքով, թե մեր բանակի հիմնական խնդրեմը ոչ թե քանակն է եղել, մենք այդքան քանակի հաս չի եղել, թե 44-ի, թե 22-ի, մեր հիմնական խնդիրը արդյունավետությունն է։ Այս մեկ, երկրորդը կրթության մասով իմ կարծիքով ավելի ճկուն համակարգ պետք է մշակվի, այն ինչ որ մենք ունենք այդ տարկետման սկզբունք անվճար ուսանողներ կամ բան, սա էլ պետք է, ու սա մեկ այլ բանի հետ է կապված, թե պետությունը որ առարկաներն է կարևորում, ինչ առաջնահերթություններ կան, ես սա էլ չեմ տեսել, օրինակ որանք ասեն մեզ պետք է այսքան քաղաքագետ, այսքան միջազգայնագետ, դեռ տարկետման տեղերը այդպես են գալիս։ Սա բանակի մասով, երկրորդ հարցը, պետության հետ կապված։ Շատ բան իմ կարծիքով հունիսի 7-ից հետո բաց կլինի։ Ես կարծում եմ, որ այս այն սկզբունքով, որ մենք աշխատում ենք, իսկ ռեստարտը մենք շատ բաց ենք, խոսում ենք, դա կլինի Facebook-ում գրառումներ, ազգային ժողովի լսումներ, հանդիպումներ, արդեն իրանք լսում են այս ամեն ինչի մասին։ Առանձին ինչպես կաշխատենք իրենց հետ, իմ կարծիքով հունիսի 7-ից հետո ավելի պարզ կլինի, բայց ես կողմ եմ միշտ հնարավորինս շատ առաջարկություններ ներկայացնել, նույնիսկ անկախ նրանից իրանք լսում են, անում են, թե չեն անում, էլի։ Շնորհակալություն, հաջորդ հարցի համար Մերի Զուրաբյան։ Ես Մերի Զուրաբյանն եմ, Ռուս-հայկական համալսարանից, հարցս ուզում եմ ուղղել ձեզ հարգելի տիկին Գևորգյան։ Խնդրում եմ ասեք ինձ, որն է Իրանի դիրքորոշումը կապված TRIP նախագծի վերաբերյալ եւ արդյոք թե Իրանն այս համատեքստում ունի կարմիր գծեր կապված իր անվտանգային միջավայրի հետ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ շատ կարևոր հարցի համար։ Մինչև անդրադառնալը թե կոնկրետ TRIP նախագծի վերաբերյալ Թեհրանը ինչ դիրքորոշում ունի, կարծում եմ կարևոր է համատեքստը հասկանալ, թե ինչու Իրանը դեմ էր արտահայտվում արտատարածքային միջանցքին այդ ծրագրի վերաբերյալ եւ հատկապես երբ դա Ադրբեջանը սպառնում էր ուժով ձեռք բերել, որպեսզի հետո պատկերացնենք, թե ինչ է փոխվել TRIP ծրագրով։ Տեսեք, երբ Ադրբեջանը ասում էր, որ Հայաստանից պահանջում է արտատարածքային միջանցք, Իրանը շատ կտրուկ ասում էր, որ դա դեմ է իր կարմիր գծերին եւ փորձենք հասկանալ ինչու։ Այսօր Ադրբեջանը Նախիջևանով մինչև հիմա կապվում է Իրանի միջոցով։ Ինչ է դա տալիս Իրանին։ Տնտեսական շահ, մաքսատուրքեր, ճիշտ է։ Բայց նաև այլ բան, քաղաքական լծակ Ադրբեջանի վրա։ Ինչու է պետք քաղաքական լծակը։ Ադրբեջանը Իրանի հարևանը լինելով Իսրայելի ռազմավարական դաշնակիցն է։ Իսրայելը 22-ին էլ, նույնիսկ 2002-ին էլ տարիներ շարունակ սպառնում էր, որ պատերազմով, ռազմական ճանապարհով պիտի լուծի իրանական հարցը, այսպես կոչված, որովհետև ըստ Իսրայելի Իրանը, որը 79 թվականի իսլամական հեղափոխությունից հետո Իսրայելը որպես պետություն չի ճանաչում, այն համարում է սիոնիստական ռեժիմ եւ իր արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկն է համարում ոչնչացնել այդ սիոնիստական ռեժիմը։ Եվ ուրեմն Իսրայելից համարում էին, որ այդպիսի արտաքին քաղաքական ռազմավարությամբ երկիրը, եթե ունենա նաև միջուկային ծրագիր եւ հետո ստեղծի միջուկային զենք, առաջին հերթին փորձելու է իրենց վերացնել եւ այդ պատճառով համարում էին, որ ռազմական ճանապարհով պետքա դա կանխել։ Հիմա պատկերացրեք Իրանը, որն ունի հարևան, որը այդ երկրի ռազմավարական դաշնակիցն է։ Եվ որ ինքը ունի տարածք, որը տրամադրում է Ադրբեջանին կապվելու Նախիջևանի հետ, դա հավելյալ լծակ է Ադրբեջանին թույլ չտալու մասնակցել այդ ռազմական գործողություններին։ Եվ ինչ տեղի ունեցավ։ Մենք անցյալ տարի 25 թվականի հունիսին տեսանք հարձակում Իրանի վրա եւ Ադրբեջանը ամեն կերպ փորձեց ցույց տալ, որ ինքը որևէ կերպ դրան չի մասնակցելու եւ այս անգամ նույնպես
պատերազմական բոլոր օրերին, թեև Նախիջևանի վրա մի հարձակում տեղի ունեցավ, բայց Իրանը անմիջապես հայտարարեց, որ դա էլ ինքը չի արել, ու սա առանձին պատմություն է։ Եվ Իրանի անելու դեպքում մենք կարող ենք տրամաբանել, թե ինչու դա կարելի էր անել, օրինակ ցույց տալու համար, որ եթե հանկարծ մասնակցես հակաիրանական գործողություններին, ինչ կարող է քեզ հետ տեղի ունենալ։ Բայց դա իհարկե կարող էր անել նաև Մոսադը ճնշելու համար, որ միանա այդ գործողություններին։ Բայց քանի որ մենք հետախուզական տվյալներ չունենք, դեռևս երկուսն էլ միայն ենթադրություն են։ Հիմա պատկերացրեք, այդպիսի իրավիճակում Իրանի համար կարևոր լծակ է, չէ՞, ասելու, որ եթե դու միանաս Իսրայելին այդ գործողությունների ժամանակ, տարածքը, որը տրամադրում եմ քեզ Նախիջևանին կապվելու համար, այլևս չես կարող օգտագործել։ Հիմա պատկերացրեք, որ Ադրբեջանը ունի այլընտրանքային, այն էլ արտատարածքային միջանցք, որտեղ որևէ այլ երկիր վերահսկողություն չունի, պարզ է, չէ, որ Իրանը զրկվելու էր նաև այդ քաղաքական լծակից։ Կար նաև երրորդ պատճառը։ Իրանի հյուսիսում գտնվում են ազերիախոս իրանցիներ, որոնք ապրում են Իրանի երկու մարզերում, որ կոչվում են Արևմտյան Ադրբեջան եւ Արևելյան Ադրբեջան։ Եվ այդ մարզերի բնակչության շրջանում եւ Ալիևը եւ Թուրքիայի նախագահը փորձում են որոշակի գաղափարախոսական ազդեցություն ունենալ։ Եվ Իրանի անվտանգության դիտանկյունից, եթե Ադրբեջանը ցույց տար, որ տարածաշրջանում իր բոլոր թելադրանքները ի կատար են ածվում, իր ազդեցությունը նաև Իրանի հյուսիսային նահանգներում կարող էր աճել ավելի։ Եվ Իրանը իր համար դա համարում էր նույնպես անվտանգության սպառնալիք։ Հիմա այս բոլորը հաշվի առնելով տրամաբանական է, չէ, որ ինքը իր շահերից ելնելով էր ասում, որ թույլ չի տալու, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտվի եւ արտատարածքային միջանցք տրամադրվի Ադրբեջանին։ Հիմա գանք թրիփին։ Հա, եւ մի կարևոր կետ էլ կար։ Քանի որ Ղարաբաղյան պատերազմին մասնակցել էին նաև վարձկաններ Սիրիայից, եւ դրանք այն վարձկաններն են, որոնց դեմ Իրանը Մերձավոր Արևելքում տարիներ շարունակ պայքարում է եւ իր համար նույնպես համարում էր, որ իր անվտանգության տեսանկյունից կարող է եւս մեկ սպառնալիք լինել, եթե այդ միջանցքում էլ հայտնվեն այդ նույն վարձկանները։ Հիմա երբ գալիս ենք թրիփին, թրիփ նախագծում մի քանի այդ փաստաթուղթը, որ այս տարի հունվարին չէ, հրապարակվեց բացվածք փաստաթղթի, 10-ից ավել անգամ նշվում է, որ դա Հայաստանի ինքնիշխանության ներքո է գործելու, Հայաստանի իրավազորության ներքո է գործելու եւ որևէ այլ երկրի զորքեր այդտեղ չեն տեղակայվելու։ Հետևաբար մի քանի կետերով այդ սպառնալիքի ընկալումը կրճատվում է ավելի Իրանի դիտանկյունից, ճիշտ է։ Մնում է երկուսը։ Այն, որ ինքը այլընտրանքային ճանապարհ է լինում Իրանով Նախիջևանին կապվելու եւ որ տնտեսական լծակներից է զրկվում Իրանը։ Բայց դա լեգիտիմ քաղաքական դիրքորոշում չի կարող լինել, որ որևէ երկիր, նույնը կարող է օրինակ Վրաստանը, չէ՞ ասել, ասի ես դեմ եմ, որ դուք լինեք տրանզիտային երկիր, որովհետև ես զրկվելու եմ իմ տնտեսական լծակներից։ Դա ընկալելի չի որևէ մի միջազգային կազմակերպության կամ գործընկերների համար։ Հետևաբար շատ ավելի նվազել է այն դրդապատճառը, որի համար Իրանը կարող է ասել, որ ինքը դեմ է այդ ծրագրին։ Բայց եւ կփորձեմ համառոտ սա ամփոփել, բայց քանի որ Իրանում վերջին տարիներին 24 թվականի ամռանից սկսած ավելի ճիշտ նկատվում է երկակի մոտեցումներ քաղաքական գրեթե բոլոր հարցերին, մենք տեսնում ենք նաև, որ մի կողմից կառավարությունը նախագահ Փեզեշքյանի ղեկավարությամբ ասում է, որ իրենց բոլոր կարմիր գծերը հաշվի են առնված այդ թրիփ նախագծում, մյուս կողմից կա հայաստանյան ընդդիմության հատկապես շրջանակներում շատ պոպուլյար Վելայաթի ազգանունով մի խորհրդական, որ հոգևոր առաջնորդի խորհրդականներ հիմա էլ հավանաբար որդուն է խորհուրդներ տալիս, պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով, ասելով, որ այդ թրիփ նախագիծը նույն այդ արտատարածքային միջանցքն է եւ որ Իրանը դրան դեմ է։ Այստեղ պիտի հաշվի առնենք, որ ամեն դեպքում
այդ խորհրդականի հայտարարությունները այդ քաղաքական կշիռը չունեն ոչ Իրանի ներսում, ոչ Իրանից դուրս, որքան արտգործնախարարության կշիռն է, որքան նախագահի նրա տեղակալների կշիռն է։ Եվ հետևաբար կարող ենք ասել, որ թրիփի հետ կապված հետագա զարգացումները շատ ավելի կախված կլինեն նրանից, թե Իրան-ԱՄՆ հակամարտությունը ինչպիսի զարգացում կունենա։ Քաղաքական իմաստով հիմա այն բոլոր ընդդիմախոսությունները, որ մենք ունեինք Իրանից կապված արտատարածքային միջանցքի հետ, այս ծրագրի հետ կապված չկան։ Շնորհակալություն հաջորդ հարցի համար Լիլի Մկրտչյան։ Բարև ձեզ, ես Լիլի Մկրտչյանն եմ, Կոտայքի մարզից եւ ապրում եմ Եղվարդ քաղաքում։ Իմ հարցը հետեւյալն է. ձեզ ինչ տեղեկություն ունեք մեղրի հնարավոր կարգավիճակի վերաբերյալ, ինչերի մենք կարող ենք սպասել հետագայում, առաջիկայում եւ ինչ քննարկումներ կամ տեսակետներ կան քաղաքական շրջանակներում։ Շնորհակալություն։ Ես կարծում եմ, որ այդ բառակապակցությունը ինքնին արհեստականորեն մեր քաղաքական քննարկումներում ներմուծված բառակապակցություն է, որովհետև ինչ է նշանակում մեղրի կարգավիճակ։ Բայց ես գիտեմ, որ այդ բառակապակցությունը եւ նման ապոկալիպտիկ սցենարներ շատ տարբեր շրջանակներ ակտիվորեն շրջանառում են։ Ինչպես նշեցի, TRIP ծրագրով որևէ Հայաստանի ինքնիշխանությանը վնասող եւ տարածքային ամբողջականությանը վնասող որևէ դրույթ չկա եւ Սյունիքի մարզի հետ կապված որևէ այլ կարգավիճակ, քան մնացած 9 մարզերը ունեն Հայաստանում, լինել չի կարող։ Եվ ես կարծում եմ, որ ինչպես նշեցի իմ ներածական խոսքում, երբեք որևէ փաստ արձանագրելիս արտաքին քաղաքականության հետ կապված հնարավոր չի ասել, որ այսպես էլ միշտ լինելու է, միշտ կան ռիսկեր եւ դրանց ուղղությամբ պետք է աշխատել, բայց խոսել մեղրի կարգավիճակի մասին ես կարծում եմ, որ դա այդ մեր պետության եւ մեր հասարակության դեմ այդ տեղեկատվական պատերազմի շրջանակներում ստեղծված արհեստական բառակապակցություն է եւ չեմ կարծում, որ տեղին է ընդհանրապես անդրադառնալ այդ հարցերին եւ ես խորհուրդ կտայի բոլոր այն վերլուծաբան ներկայացողներին կամ քաղաքական գործիչներին, որոնք այդ տեսակ մոտեցումներով են սկսում իրենց քննարկումները, շատ մեծ վերապահումներով վերաբերվել նրանց։ Ես կիսում եմ Տիկին Գևորգյանի մոտեցումը ավելացնելու բան կարծիքով երբ որ բանը ավարտվի միգուցե եթե այս հարցի հետ կապված ավելի մանրամասնելու, այսինքն հարցի պատճառները, որոնք են եղել background-ը, այսպես ասած որն է, ես ավելի մանրամասն, բայց իմ կարծիքով այս բանը Տիկին Գևորգյանը շատ համապարփակ պատասխանեց իմ կարծիքով։ Մի նախադասություն կարող եմ ավելացնել։ Ինձ թվում է սա նաև կապված է մեր նախորդի ասվածի հետ, իմ ու պարոն Պետրոսյանի, երբ հաճախ մենք մեր մեկնաբանությունները ինքներս մեզ համոզում էինք, որ դա փաստ է արդեն։ Հիշում եք, չէ՞, մեր քարտեզը Հայաստանի մինչև պատերազմը, Ղարաբաղը ներառյալ։ Մենք կարծում էինք, որ աշխարհը հենց այդպես է ընկալում մեր քարտեզը։ Եվ այդ պատճառով հիմա, երբ մենք լսում ենք վերլուծություններ, որ ասում են, եթե կորցրեցինք Ղարաբաղը, իսկ ինչ երաշխիք, որ Սյունիքը կամ Գեղարքունիքը չեն կորցնելու, դրա արմատները հենց այնտեղ է, որ մենք մեր քարտեզի մեջ այդ տարբերակումը չէինք մտցնում։ Ղարաբաղը հայկական էր, մեր սրտում էր, մեր հոգիներում էր, բայց բոլոր միջազգային եւ իրավական քաղաքական փաստաթղթերով առանձին էր, քան Հայաստանի Հանրապետությունը։ Հետևաբար մեղրի կարգավիճակ ասելը եւ դա համեմատելը դուք դա չասեցիք ձեր հարցի մեջ, բայց գիտեմ, որ բոլոր այդ վերլուծաբաններն ասում են այնպես ինչպես այդ Ղարաբաղի կարգավիճակը չկարողացանք պահել, նույնպես մեղրինը չենք կարողանալու պահել։ Նրանք խաղում են մեր էմոցիաների հետ, որովհետև էմոցիոնալ դաշտում մեզ համար տարբերություն չկար մեղրի թե Ստեփանակերտ, բայց քաղաքական ու իրավական տեսանկյունից դրանք բոլորովին տարբեր էին։ Չնայած իմ մտքին հիմա մի բան եկավ, որ իմ կարծիքով կապված է այս հարցի հետ, կանք մեղրից վերացարկվենք, վերցնենք մնացած այն բոլոր սպառնալիքները, որ Ադրբեջանի կողմից գալիս են, այս բանը մի քիչ նվազել է, բայց մի պահ Ադրբեջանը հասնում է, չէ, Երևանը, չգիտեմ, Սևանը մերն է, Երևանը մերն է, կհարձակվենք։ Հիմա այստեղ մի հատ նուրբ
գիծ կա, որը միջև վերջ իրական իմանալ մի քիչ բարդ է, թե որոնք են այդ սպառնալիքներից իրական։ Ու որոնք են այդ սպառնալիքների նպատակները, իրանք ինչ են դրանով ակնկալում։ Ու ստեղ իմ կարծիքով թե քաղաքական դաշտը, թե ակադեմիական շրջանակները ես վստահ չեմ, որ միանշանակ սրան պատասխան կա։ Հիմա ասեմ ինչ նկատի ունեմ։ Այդ Արցախի պատերազմը որ եղավ վերջացավ, Ալիևը շատ սպառնալիքներ էր հնչեցնում։ Սա կվերցնենք ու մեկ բանավեճը հետևյալն էր։ Ինքը սանում է նրա համար, որ մենք Ղարաբաղը զիջենք ու Հայաստանի նկատմամբ իրանք հավակնություններ չունեն, մեկը մենք զիջենք, ինքը հավակնություն ունի։ Ու սա նպատակը որն է։ Հիմա մենք ասեցինք, չէ՞ որ Հայաստան ունի զսպման համակարգ։ Հիմնական պետությունները երկու բան են անում։ Մեկը զսպում է, մյուսը փորձում է ստիպել։ Զսպողը փորձում է ստատուս կվոն պահպանել։ Այն վիճակը, որ կա, դու մեզ այդ վիճակը չփոխվի, դու պաշտպանվող դիրքերում ես, պաշտպանում ես։ Ստիպողը ուզում է, որ դու քո վարքագիծը փոխես, այսինքն ինչ-որ բան զիջես։ Հիմա պատերազմից հետո մենք զսպման դերում ենք։ Մենք ուզում ենք այս իրավիճակը չփոխվի, այսպես մնա, ինչքան երկար մնա, այնքան լավ։ Ալիև ուզում էր իրավիճակը փոխվի, ինքը մեզ ստիպում էր։ Ու եթե դուք նայեք, իրանք ինչ մեզ ստիպեցին, որ մենք հետ պետքա կանչենք միջազգային տարածանում մեր հայցադիմները, սկզբից հրաժարվեցինք այսպես ասած Ղարաբաղի անվտանգության երաշխավորից, հետո եթե հիշեք մի պահ Հայաստանը ասում էր Արցախի իրավունքներ եւ անվտանգություն, կարգավիճակի անկախությունից իջավ կարգավիճակից իջավ այս ամեն ինչը ադրբեջանական այդ անգլեն cohesion է կոչվում, երբ որ դու քայլեր ես անում, որ դիմացին իր վարքագիծը փոխի։ Հիմա այս մեղրին իմ կարծիքով մտնում է դրա մեջ։ Ստեղ ուղղակի ինչ տեղի ունեցավ, այն հռետորաբանությունը, որ Ադրբեջանը օգտագործում էր, սպառնալիքներ, ու Ադրբեջանը այնպես չի, որ այս պահին ամեն ինչի իր ուզածին հասել է։ Դեռ հարցեր կան ու հունիսի 7-ից այդ հարցերը կբացվեն։ Այդ անկլավների հարցերն է, դեմարկացիան չի ավարտվել, ինչու՞ չէ նաև Հայաստանի զինվելու, իրանք մի պահ ուզում էին նաև սահմանափակումներ դնել մեր զինվելու կարողությունների վրա։ Սա շատ, եթե նայեք առաջի համաշխարհային պատերազմը, դաշնակիցների նպատակը այն էր, որ Գերմանիան շատ չզինվի։ Ամեն կերպ սահմանափակումներ, այսքան բանակ, այսքան տանկ, Բերլինում քայլում էին, հսկում էին, երկրորդ համաշխարհից հետո Գերմանիան նույն սահմանափակումներ ուներ, դա մալ միջուկային զենք միջև հիմա չունի, նույն սահմանափակումներ Ճապոնիան ենթարկվեց, Ալիև ուզում էր նույնը մեզ հետ աներ։ Հիմա ուղղակի մեր ընդդիմությունը, ու ես դեռ չեմ ասում վատ կամ լավ, այդ հռետորաբանությունը վերցրեցին, սկսեցին օգտագործել ներքաղաքական նպատակներով։ Հիմա մեր որպես երիտասարդներ, քաղաքացիներ, մեր նպատակը պետք է լինի մենք սեփական ուժերով տարանջատենք իրական սպառնալիքների ինֆլյացիայից։ Իսկ որ դու սպառնալիքը մեծացնում, մեր ընդդիմությունը միաժամանակ ժամանակ զբաղված է սպառնալիքները մեծացնել, ուժեղացնելով, ու այդ դրա վառ օրինակներից մեկը մեղրի կարգավիճակի հարցն է իմ կարծիքով։ Իսկ մենք պետքա ոչ շատ խոճապի մեջ ընկնենք, բայց ոչ շատ հանգիստ լինենք։ Ինչպես Տիկին Գեորգյանն այդ ոսկի միջինը կարծիքով կարևոր է։ Շնորհակալություն հաջորդ հարցի համար Սրփուի Դավթյան։ Ողջունում եմ ձեզ հարգելի խոստակներ, ես Սրփոյն եմ Դավթյան, միջազգայնագետ, մինչ հարցս ուղղելը մի մեջբերում կատարեմ, որը ժամեր առաջ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Արևմուտքը փորձում է պառակտել մեր դաշնակիցներին առաջին հերթին սկսելով մեր հարևաններից, ինչպես դա արեց Վրաստանի, Մոլդովայի հետ, ինչպես հիմա անում է Ուկրաինայի հետ, ինչպես հիմա փորձում են Հայաստանին ներքաշել նույն սխալ տրամաբանության մեջ։ Հարցս հետևյալն է, ինչպեսի մեկնաբանություն կտակ պարոն Պետրոսյան այս հայտարարությանը, արդյոք սա ակնհայտ մեսիջ է սպառնալիքի տեսքով, դե գիտենք թե ինչ եղավ Վրաստանի դեպքում, Հարավային Օսեթիա, Աբխազիա, գիտենք թե ինչ եղավ Ուկրաինայի դեպքում Ղրիմ, չմանրամասնելով եւ ժամանակի առումով չխլելով, խնդրեի այս հայտարարության շուրջ ձեր մեկնաբանությունը, արդյոք սա ռիսկ էր պարունակող հայտարարություն է, թե ակնհայտ սպառնալիք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ռուսաստանով մի բան անպայման կցանկանամ նշել, ոչ թե Հայաստանն է Ռուսաստանից հեռացել, այլ Ռուսաստանն է Հայաստանից հեռացել։
Ռուսաստանը Հայաստանի նշանակել է թշնամի, հակակորդ, ու այսինքն Հայաստանը այդպեսին դարձել է, այլ իրանք այդպես մեզ անվանում են։ Այսինքն այդ կարգավիճակը իրանք մեզ տվել են։ Այդ կարգավիճակը մենք չենք ստացել հանգամանքների բերումով կամ մեր վարքագծի արդյունքում։ Սրա ամենավառ այսպես ասած փաստերը, եթե նայեք, այն էր, որ նույնիսկ 2023-ի սեպտեմբերին, երբ որ ադրբեջանական զորքերը 9 ամիս Ղարաբաղի բլոկադային պալուց հետո հարձակվեցին, Հայաստանը բարձր մակարդակով ասում էր ռուս խաղապանները իրենց գործառույթը իրականացնում են։ Ու սա շատ նուրբ բան է, որտեղ սա իրական նպատակն է չազդել ռուսական խաղապանների իմիջի վրա։ Ու մենակ իմիջ։ Ռուսական կողմը իսկապես ուզում է, որ իր խաղապանների իմիջը անվնաս մնա։ Հիմա, այսինքն Հայաստանի այսպես ասած բաժանումը Ռուսաստանից տեղի ունեցել ռուսական անգործության, նաև պասիվ անգործության, որը ինչ-որ գործողության էր նման արդեն, որ իրանք ասում էին մենք չենք կարող ադրբեջանական հարձակումների մասով ինչ-որ բան ասել, որտեղ տարածքները դեմարկացված չեն, սա կարանք հասկանանք կանաչ լույս իրականում այդ ներխուժումները շարունակելու համար։ Հիմա այս ամեն ինչից հետո նույնիսկ հայկական կողմը 44 տարից հետո բանակի ռեֆորմը Ռուսաստանի հետ էր անում։ Կար մի հատ մեծ փաստաթուղթ, շատ մեծ, մոտ մի այսքան ես տեսել եմ, այդ ռեֆորմների մասին էր, բանակի բարեփոխման հայեցակարգի նրան անվանում ուներ, այսինքն Հայաստանը նույնիսկ դա շարունակում էր։ Ու այս հայտարարությունը ես տեսնում եմ այդ նույն տրամաբանության մեջ։ Մինչև հիմա էլ Հայաստանը էլի անում է, Հայաստանը փորձում է ուղղակի լցնել այն վակուումը, որը առաջացել է ռուսական անգործության պատճառով։ Եթե Ռուսաստանը, ես չեմ բացառում, եթե Ռուսաստանը սկսի այդ վակուումը լցնել ինչ-որ մի ձև, Հայաստանը հիմա էլ ասում, Հայաստանը ասում է մենք չենք անում շրջատած դեպի արևմուտք, անգլերեն pivot կամ pivot, մենք չենք անում այդ, Վրաստանը դարել է, Ուկրաինան դարել է, մենք դա չենք անում։ Մենք ուղղակի այս multi-alignment-ը մեր ստրատեգիկ համագործակցությունը, որ տեղի ունեմ, դրանք ժամանակային, այլ ոչ թե դաշինքներ են, իսկ դաշինքը այդ վերջնականն է, թղթով գրված է, ինքը մնում է։ Սրանք ժամանակային ըստ կարիքի վրա հիմնված համագործակցություններ են։ Իրանք վերջնական պարտավորվածություններ չեն, ինքը ՆԱՏՕ չի, ՀԱՊԿ չի։ Ռազմավարական համագործակցություններ էներգետիկայի մասին, առևտրի մասին, ու եթե դուք նայեք այդ ամեն ինչի մեջ մենք դեռևս չունենք ամենակարևորը, անվտանգայինը։ Դա ինչ է նշանակում, որ եթե ինչ-որ մեկը մեր վրա հարձակվում է, ինչ-որ մեկը մեզ գալիս է օգնելու։ Մենք նման բան չունենք։ Սա իրական հիմնական խնդիրներից մեկն է, օրինակ Ադրբեջանը Թուրքիայի հետ ունեն նման բան։ Մենք մինչև հիմա չունենք։ Հիմա Ռուսաստանի այս հայտարարությունը ես տեսնում եմ այդ նույն տրամաբանության մեջ, իմ հիմնական բանը, որ ես փորձում հասկանամ, իրանք սա ուր են ուզում տանեն։ Մինչև հիմա իմ համար մի բան է, պարզ իրանք այդ բոլոր հայտարարությունները անում էին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրավիճակի հետ իրենց ձեռքերը լվանալու, Հայաստանի վրա հարձակումների մասով իրենց ձեռքերը լվանալու հետ։ Եթե դուք նայեք 18-ին, որ հերապություն եղավ, իրանք ինչ հայտարարություններ են, իրանք նախապատրաստում էին 44-օրյա պատերազմի ու հետո 44 հետո մինչև Ղարաբաղ, մենք դա չենք տեսնում իմ կարծիքով, կամ որ տեսնում էր համատարած շատ չէր ասում։ Իմ կարծիքով նույնը հիմա ինչ-որ բան կա ու այդ հայտարարությունների նպատակը իմ կարծիքով դա է։ Կարող եմ հավելում անել, թեև հարցը պարոն Պետրոսյանին էր ուղղված, բայց մի փոքր հավելում անեմ, ամբողջությամբ կիսելով պարոն Պետրոսյանի տեսանկյունը, ուզում եմ մի այսպիսի դիտարկում անել։ Բոլոր այն մարդիկ, վերլուծաբանները, քաղաքական գործիչները, որոնք կարծում են, որ Հայաստանի կառավարությունը եւ մի հոգի վարչապետը կարող է Ռուսաստանի նման գերտերությանը, միջուկային տերությանը պարտադրել որևէ տարածաշրջանային քաղաքականություն կամ ավելի պարզ ասած ստիպել, որ նա հարավային Կովկասից դուրս գա, նշանակում է նրանց աչքերում Հայաստանի վարչապետը ոչ թե մի փոքր հարավկովկասյան պետության ղեկավար, այլ գերհզոր քաղաքական գործիչ, որը աշխարհի դրվածքը, անվտանգության ճարտարապետությունը կարող է փոփոխել։ Եվ ես համաձայն եմ, որ Հայաստանը
22 թվականի սեպտեմբերից հետո շատ փոքր քայլերով փորձել է պարզապես լցնել այն վակուումը, որը հասկացել է, որ առաջանալու է Ռուսաստանի հարավային Կովկասում դիրքերի թուլացմամբ։ Այլ կերպ ասած, Ռուսաստանը եթե որոշեց, որ այլևս հարավային Կովկասում բավարար ռեսուրսներ չի ծախսելու, որովհետև ամբողջը կենտրոնացրել է Ուկրաինայում, մենք մնալու ենք մեր հարևանների հետ դեմ դիմաց միայնակ։ Եվ այդ ճանապարհին արդեն ինքներս պիտի որոշենք, մենք շարունակելու ենք թշնամական ռետորաբանությամբ մնալ միայնակ, թե փորձելու ենք այդ վակուումը առաջանալու ճանապարհին փորձել հավելյալ անվտանգության բարձիկներ ստեղծել, որպեսզի չհայտնվենք այն իրադրություններում, որ երկու դար շարունակ պարբերաբար հայտնվում ենք։ Եվ իհարկե Լավրովի հայտարարությունն էլ եւ վերջին օրերի նաեւ մեր գյուղմթերքի ծաղիկների հետ կապված հայտարարություններն էլ ես կարծում եմ այս բոլորը նախընտրական տրամաբանության մեջ պիտի դիտարկենք, փորձում են ամեն դեպքում ազդեցություն գործել ընտրողի որոշումների վրա։ Շնորհակալություն հաջորդ հարցի համար Արեն Վարդանյան։ Տիկին Գևորգյան Վարդանյան Արեն քաղաք Գյումրի Տիկին Գևորգյան Հայաստանն այսօր խորացնում է իր հարաբերությունները Արևմուտքի եւ ԵՄ-ի ներառյալ ԵՄ դիտորդների հետ, ինչը Թեհրանում միշտ խանդով եւ զգուշավորությամբ են տոնվում, ինչ է կարծում սրանով մենք մեր այս քայլերով չենք կորցնում Իրանի վստահությունը եւ հնարավոր է որ որևէ կետում Իրանը արևմուտքին տարածաշրջանից հեռու պահելու համար կոմպրոմիսի գնա Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի հաշվին։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ շատ այդ հարցի համար։ Էլի կփորձեմ մի փոքր ավելի հեռվից գալ։ Տեսեք, Թեհրանի հարաբերությունները Արևմուտքի հետ վատ են եղել մեր անկախության առաջին օրվանից սկսած 79 թվականին այնտեղ տեղի ունեցել հեղափոխություն, որից հետո ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզվել են, եվրոպական երկրների հետ էլ շատ բարդ են եղել հարաբերությունները։ Հիմա 91-ից սկսած արդյոք նշանակում էր, որ մենք այդ հաշվի առնելով պիտի անեինք միայն քայլեր, որոնք բխում են Թեհրանի շահերից, չդառնայինք Եվրախորհրդի անդամ, չկնքեինք տարատեսակ համագործակցության մասին պայմանագրեր եւ եվրոպական երկրների հետ եւ ԱՄՆ-ի հետ եւ ընդհանրապես եթե դիտարկելու լինենք միայն Իրանի շահերի դիտանկյունից, երևի պիտի սկսենք նաեւ նրանից, որ քրիստոնեություն չարժեր ընդունել, զրադաշտականությունը ոնց իրենք պարտադրում էինք ընդունեինք, հետո էլ իրենց պես իսլամ կընդունեինք եւ որպեսի այսպես ասած գրգռենք իրենց շահերը։ Սա մի քիչ ծայրահեղացնում եմ իհարկե, բայց ուզում եմ ասել, որ մենք հաճախ ենք ընկնում այդ ծայրահեղությունների գիրկը, երբ կարծում ենք, որ մեր հարևանների շահերը պիտի դառնան մեր շահերը, այն ինչ իրենց ձեռք չի տալիս, հանկարծ չպիտի անենք։ Հիմա երբ գանք Եվրամիության հետ խորացող մեր հարաբերություններին, նախ ես կարծում եմ, որ պետք է հստակեցնենք, որ մեր եւ Եվրամիության հարաբերությունները ամենևին դրանց խորացումը ամենևին չի նշանակում դառնալ Եվրամիության անդամ։ Եվ ես կարծում եմ, որ մոտ ապագայում անդամության մասին խոսակցությունները նույնպես ուռճացված են, բայց Եվրամիության հետ ինտեգրացիան կարելի է իրականացնել նաև առանց Եվրամիության անդամ դառնալու, եւ եթե սա տեղի ունենա, ինչով է սա հակասում Թեհրանի շահերին։ Օրինակ տարիներ առաջ, երբ Իրանի նախագահ Ռուհանին այց էր կատարում դեպի Հայաստան, ասում էր, որ սա իրենց համար կարևոր այց է, որովհետև Հայաստանը դիտարկում են որպես բանալի դեպի Եվրամիություն։ Եվ Իրանը, անկախ նրանից, որ այնքան էլ լավ հարաբերություններ չի ունեցել եվրոպական երկրների եւ Եվրամիության հետ, բայց անգամ ամենադժվարին եւ ռազմական ԱՄՆ-ի հետ ռազմական բախման պայմաններում փնտրել է հնարավորություններ Եվրամիության հետ որևէ հաղորդակցություն ունենալու, որտեղ իրեն շահերի համարել է կարևոր չկորցնել Եվրամիությունը որպես գործընկերոջ։ Եվ այս տեսանկյունից, եթե մենք չենք խզում կապերը տարածաշրջանի երկրների հետ, չենք դառնում Եվրամիության անդամ եւ միանում Իրանի դեմ սանկցիաներին, այլ պարզապես խորացնում ենք մեր հարաբերությունները Եվրամիության հետ, դա ոչ միայն կարող է չհակասել Թեհրանի շահերին, այլ երբեմն նույնիսկ կարող է նաեւ իրենց շահերից էլ բխել։
Եթե պատասխանեցի հարցին։ Շնորհակալություն, կարծում եմ այո, հաջորդ հարցի համար Անի Գրիգորյան։ Բարև ձեզ, Անի Գրիգորյան, Երևանի Պետական Համալսարան։ Հարգելի խոսնակներ, ինչպես տեղյակ ենք, հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենալու ազգային ժողովի ընտրություններ եւ հիմա Հանրապետությունում տեղի է ունենում ակտիվ նախընտրական քարոզարշավ, սակայն միաժամանակ այս ամենը տեղի է ունենում շատ բացասական միջավայրում եւ շատ են ատելության խոսքի դրսևորումները, ինչպես նաեւ քաղաքական դաշտը խիստ բևեռացված է։ Այս կոնտեքստում հարցս հետեւյալն է. ինչ պետք է անի պետությունը եւ մենք երիտասարդներս, որպեսզի հաջորդ ընտրությունները ընթանան առավել առողջ եւ հանդուրժող մթնոլորտում, ինչպես նաեւ հնարավորին չափ քչանա քաղաքական դաշտի բևեռացվածությունը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, իսկապես կարևոր ու նաև մտահոգիչ խնդիր է, որտեղ նման հեռուստաբանություններում, խոսակցություններում ռեալ միտքը, կոնտենտը գնում է հետ, կարևոր խնդիրներ չեն խոսվում, չեն քննարկվում ու ինչ-որ խոսակցություններ լինում, որոնց արժեքը ավարտվում է, հենց այդ խոսակցությունը ավարտվեց այդքանով, ու մենակ դրանք մեծ վնաս են տալիս։ Իմ կարծիքով լուծումը ավելի ոչ թե առողջ, ավելի կոմպետենտ, ուժեղ, դիմացկուն, կանք տարբեր բառեր մտածեն, քաղաքական ուժերի դաշտ գալն է, որոնք փորձեն սահմանել մի նոր մակարդակ, նոր սանդրակ, չեն իջնի այն մակարդակի վրա, որ այդ ուժերը փորձում են, որտեղ իրանք գտնվում են, ու կփորձեն իրանց բարձրացնել։ Այդ հռետորաբանություն լեքսիկոնը, որ օգտագործվում է, ով որ դա օգտագործում է, իրանք մտածում են, որ այդ խոսակցության համար շահառուներ կան, մարդկանց մեր մեջ կան, որոնք հավանում են, առնվազն դեմ չեն, դե իրանք հենց հասկանան, որ իրանք դա անում են ու իրանք չեն ընտրելու, իրանք այդ չեն անի։ Բայց իրանք մտածում են, որ դա այդքան էլ վատ չի, իրանք զայնը չի նոզում, կարող մի բան էլ ավելանում է։ Ես այդպես չեմ կարծում, ես կարծում եմ, որ հասարակության մի շատ մեծ խումբ ամեն դեպքում ավելի լավ բանական խոսք կա ուզում լսի, ուղղակի այդ քաղաքական ուժերի պակաս կա։ Ես չեմ ասում չկան, բայց առնվազն իրանք առաջին տեղերում չեն։ Այսինքն իմ կարծիքով լուծումը դրան հենց քաղաքական ուժերի, նոր ուժերի առաջացումն է, որոնք նոր մակարդակ կսահմանեն, որոնց հետ համեմատությամբ այն նրանք, ովքեր նման խոսակցություն են, կխամրեն, կսկսեն իրանց տեղերը զիջել ու իրանք կփորձեն իրանց վրա աշխատել։ Մյուսը հասարակական պարսավանքն է, բայց ես մի քիչ դրան չեմ կարծում, որ դա բարոյատև ամեն դեպքում մեդիա ռեսուրսները իրանք ունեն, մեդիա կոնտենտը իրենք են ձևավորում։ Օրինակ, եթե մենք ունենայինք մի քաղաք հասարակություն կամ շահերի խմբեր կազմակերպված, որոնք կարողանային կոնտենտ ձևավորել, այս շատ կարևոր է։ Մեր քաղաք հասարակությունը 16, 17, 18, ընդհանուր մինչև 19 թիվ կարում էր ձևավորել օրակարգ։ Օրինակ իմ կարծիքով վերջին եղել է Ամուլսարը երևի 2019 թվին Ամուլսար։ Դրանից հետո օրակարգ ձևավորում են քաղաքական ուժերը կամ իրականում մի քանի հոգի։ Իմ կարծիքով քաղաքական կուսակցություններն հարցի լուծումը նոր էլիտա, նոր կուսակցություններ։ Շնորհակալություն, հաջորդ հարցի համար Էմմա Թորոսյան։ Շնորհակալություն, Էմմա Թորոսյան, քաղաք Գյումրի։ Տիկին Գևորգյան, շատ հաճելի էր ձեզ եւս մեկ անգամ տեսնել եւ լսել մեկ այլ երիտասարդական հարթակում։ Եվ որպես իրանագետ հարցս հետեւյալն է. եթե առաջիկա 3-ից 5 տարիների ընթացքում տարածաշրջանում տեղի ունենա ուժերի նոր վերապաշխում, Հայաստանի համար ձեր կարծիքով ո՞րն է ամենամեծ ռիսկը՝ Իրանի թուլացումը, Ռուսաստանի ներգրավվածության նվազումը, թե Թուրքիայի ազդեցության աճը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ շատ եւ ջերմ խոսքերի եւ կարեւոր հարցի համար։ Ես կարծում եմ, որ ամեն բան հնարավոր չի հաշվարկել, թե տարածաշրջանում ինչպիսի փոփոխություններ կլինեն, բայց որպիսի պատրաստ լինենք ցանկացած զարգացման, շատ կարևոր է այդ եւ ներքին դիմակայությունը եւ անվտանգության ոլորտում կարևոր բարեփոխումներ անելը, այդ հաշվարկներ անել, չմոռանալը, տարբեր սցենարներ մշակելը եւ եթե սա հաշվի ենք առնում, օրինակ այն ինչ տեղի ունենում Իրանում, մի քանի սցենարներ կարող են լինել բնականաբար եւ մեզ
համար Հայաստանի շահերից է բխում բնականաբար կայուն եւ տարածքային ամբողջականությունը պահպանած Իրանը։ Այդպիսի Իրանը էլի կարող է մի քանի դրսևորումներ ունենալ։ Օրինակ մեզանում տարածված կարծրատիպ կա, որ եթե այնտեղ լինի պրոարևմտյան իշխանություն, ապա դա Հայաստանի վերջն է լինելու։ Իմիջիայլոց նկատել եք, չէ, որ որպես կանոն որևէ ստատուս քվոյի որևէ փոփոխություն պարտադիր Հայաստանի վերջն է կանխագուշակում տարբեր վերլուծաբանների կարծիքով։ Բայց պատկերացրեք մի իրադրություն, մենք օրինակ տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ի հետ մեր հարաբերություններում, ԵՄ-ի հետ մեր հարաբերություններում կարողացել ենք սահմանել այն կարմիր գծերը, որոնք չպիտի հատենք, որ չհակասեն հայ-իրանական հարաբերություններին եւ հակառակը։ Հայ-իրանական հարաբերությունները եղել են մի մակարդակի, որ չանցնեն հակաարևմտյան, այսպես ասած, տրամաբանության։ Հիմա պատկերացրեք, որ Իրանը բարելավում է իր հարաբերությունները արևմուտքի հետ, պատժամիջոցները տնտեսական վերանում են Իրանի վրայից եւ մի կողմից շուկա է բացվում հսկայական, մյուս կողմից իրանական ներդրումների հնարավորություն է լինում նաև մեր տարածաշրջանում եւ երրորդը քաղաքական առումով այլևս այդ զսպաշապիկը չենք ունենում Իրանի հետ հարաբերություններում լարված լինել, որ արևմտյան գործընկերները ռիսկ չտեսնեն եւ հակառակը իրենց հետ հարաբերություններում Իրանը չտեսնի այդ ռիսկը։ Հետեւաբար առնվազն ոչ հակաարևմտյան տրամաբանությամբ Իրանը նույն մեր շահերից է բխում։ Բայց այդ տրանսֆորմացիայի փուլն է շատ վտանգավոր, որովհետև ինչպես դա տեղի կունենա եւ ինչքան ժամանակ կպահանջվի մինչև այդ տրանսֆորմացիան տեղի ունենա, այդտեղ կարող են ռիսկեր առաջանալ։ Իհարկե կարող ենք էլի շատ երկար քննարկել, թե ինչքանով են ուռճացված այդ ռիսկերը, օրինակ քաղաքացիական պատերազմի Իրանում, անջատողական շարժումների եւ այլնի, բայց այդ բոլորը չի կարելի նաեւ բացառել եւ պետք է պատրաստ լինել նաեւ։ Մյուսը դուք նշեցիք Ռուսաստանի թուլացման հարցը, էլի մի բան է, երբ դու քո անվտանգության, էներգետիկ, տնտեսական ոլորտում 90 եւ ավելի տոկոսով կախվածության մեջ ես լինում մի երկրից, որը մեկ էլ մի օր իր շահերի փոփոխության արդյունքում որոշում է լքել տարածաշրջանը եւ բնականաբար դու շատ խոցելի իրավիճակում ես հայտնվելու։ Այս տեսանկյունից է, որ շատ կարեւոր եմ համարում, որ բոլոր այս ոլորտներում հնարավոր այդ չարչրկված դիվերսիֆիկացիան տեղի ունենա, իրական դիվերսիֆիկացիան, որտեղ որ որևէ երկիր, երբ փորձի նվազեցնել իր ռեսուրսները այս տարածաշրջանում, մենք ճգնաժամային իրավիճակում չհայտնվենք։ Ինչ վերաբերում է Թուրքիայի ազդեցության մեծացմանը, գիտեմ նաև, որ այդպիսի մոտեցումներ կան, որ եթե սահմանը բացվի եւ ազդեցությունը մեծանա Թուրքիայում, տնտեսական առումով կկլանի մեր շուկան, բայց տեսեք, նույնիսկ եթե դա իրական ռիսկ է, ինչ են անում, օրինակ մենք մեր անձնական կյանքում, եթե ունենք ինչ-որ մի ռիսկ, տեսնում ենք, որ հնարավոր է տեղի ունենա մի գործողություն, որ վնասելու է մեր առողջությանը, մեր բարօրությանը, ինչ ենք անում, փորձում ենք հասկանալ ինչպես կարելի է դա կանխել, չէ՞, ոչ թե այդ ռիսկը ուռճացնում ենք եւ ամբողջ օրը ասում, վայ, այսպիսի բան է տեղի ունենալու։ Դրանով հնարավոր չէ դա կանխել։ Մենք ունենք օրինակ Վրաստանի օրինակը, գիտենք նրանց եւ դրական փորձը եւ բացասական փորձը, երբ օրինակ ինչ որ մի փուլում նկատեցին, որ թուրքական ներդրումները այնքան են շատանում վրացական տնտեսության մեջ, որ կարող է սպառնալիք լինել, համապատասխան օրենսդրական փոփոխություններ արեցին։ Օրինակ ինչն է խանգարում, որ մենք նախապես անենք այդ օրենսդրական փոփոխությունները եւ շատ ավելի պատրաստ լինենք, երբ մի օր սահմանը կբացվի, չունենանք այդ ռիսկերը։ Այլ կերպ ասած, ցանկացած փոփոխություն տարածաշրջանում կարող է նոր ռիսկեր առաջ բերել։ Կարևոր է, որ մենք պատրաստ լինենք այդ ռիսկերին, բայց որևէ փոփոխություն ես չեմ կարծում, որ պետք է այդպես ապոկալիպտիկ գույներով ներկայացնել։ Շնորհակալություն շատ, հաջորդ հարցի համար Արմեն Խեչումյան։ Ես Արմեն Խեչումյանն եմ, Դիմաց գյուղի գեզարթից, ողջունում եմ երկու բանախոսներին էլ, հարցս ուղղում եմ տիկին Գևորգյան։ Կնեք Տիկին Գևորգյանին, վերջին Իրան-ամերիկյան պատերազմի մասին է հարցս, նախ որքանով էր արդարացված իրանական ռազմավարությունը հարվածել իր համարյա բոլոր հարևաններին, կարծեմ բացի Հայաստանից, եւ երկրորդը պատերազմի շրջանում եւ պատերազմից հետո շատ են տարբեր հայտարարությունները
բոլոր կողմերից այն մասին, որ իրենց ռազմական գործողությունները հաջողված են, իրենք են պատերազմում հաղթում եւ այդ քարոզչական գործողություններից այն կողմ պատերազմում ով էր կար ընդհանրապես պատերազմում հաղթող Շնորհակալություն, սա էլ է շատ կարևոր հարց, ես կարծում եմ պարոն Պետրոսյանը հետո նաև կուզենա Ամերիկայի դիտանկյունից էլ դա ներկայացնել։ Իսկապես Իրանը իրենք նաև Կասպից ծովի առափնյա 5 երկրները եւ Պարսից ծոցի առափնյա երկրներն են համարում իրենց հարևաններ, իրենց անվտանգության փաստաթղթերում եւ ըստ էության համարում են, որ 15 հարևան ունեն եւ 15 հարևաններից միայն 2-ն է, որ չեն ստացել այդ հակահարվածները Իրանից եւ այդ թվում է նաև Հայաստանը եւ այդ թվում է նաև Հորմուզի նեղուցի փակումը, նույնպես այլ տնտեսական հարված է նաև իր հարևաններին, հիմա ինչքանով է սա արդարացված։ Այդ հարցին պատասխանելու համար պիտի նայենք, թե որ դիտանկյունից ենք փորձում պատասխանել այդ հարցին։ Եթե կարճաժամկետ ռազմական պլանները ԱՄՆ-ի եւ Իսրայելի ձախողելու համար, ապա կարող ենք համարել, որ այո, որտեվ ի վերջո սա մի քայլ էր, որ նաև ամերիկյան ու իսրայելական վերլուծական շրջանակներում համարում էին որ հնարավոր չի, որ դա տեղի ունենա։ Ինչու, որովհետև մի երկիր, եթե հարվածում է իր հարևաններին, հետագայում այդ հարևաններից էլ սպառնալիքներ է, ճիշտ է ունենալու։ Կամ երբ որևէ երկիր համարում է, որ Հորմուզի նեղուցը կարող է փակել եւ արդյունքում պիտի տուժեն ոչ միայն իր հարևանները, այլ նաեւ իր ռազմավարական գործընկեր Չինաստանը, տպավորություն է, որ տրամաբանական կլինի, որ այդ քայլին չգնա երկիրը։ Բայց եթե մենք նայում ենք այն դիտանկյունից, որ հիմա իմ տպավորությամբ մի քիչ զգայուն թեմա է, բայց ես կարծում եմ, որ այն ենթադրությունները, որ հիմա Իրանում իշխում է իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, շատ մոտ է իրականությանը եւ եթե այդպես է, ապա ստացվում է, որ որոշակի ռեժիմի դասական փոփոխություն տեղի չի ունեցել, բայց դրա տրամաբանության փոփոխություն տեղի է ունեցել եւ եթե ռազմական վերնախավն է վերահսկում քաղաքական որոշումները, ապա իրենց ռազմական նպատակների դիտանկյունից կարող ենք համարել, որ արդարացված է։ Բայց երկարաժամկետ, նույնիսկ միջնաժամկետ կտրվածքով եւ պետության դիտանկյունից ես չեմ կարծում, որ դրանից օգուտ է քաղելու Իրանը որպես պետություն, որտեւ ի վերջո մի օր այդ պատերազմը դադարելու է, հիմա զինադադար է, բայց չեն կարող ասել, որ պատերազմը դադարել է, քանի դեռ Հորմուզի նեղուցը դեռևս փակված է եւ զինադադարի փաստաթուղթ չկա ստորագրված։ Որ օրը այդ ստորագրությունը եղավ, այդ փաստաթուղթը ստորագրվեց, հաջորդ օրը այդ նույն հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու հարցն է, ճիշտ է առաջանալու։ Եվ դա շատ մեծ, այսպես ասած, բացասական ազդեցություն է ունենալու նրա վրա, թե ինչպես են զարգանալու այդ հարաբերությունները։ Ինչ վերաբերում է նրան, որ քարոզչական դաշտում երկու կողմն էլ խոսում են հաղթանակի մասին, սա կարծում եմ ամենաուղիղ ցուցիչն է նրա, որ ոչ մի կողմ էլ չի հաղթել։ Այնպես ինչպես 25 թվականին տեղի ունեցավ։ Իսկ դա իր հետ նաև վտանգավորության էլեմենտ ունի, որովհետև երբ պատերազմում որևէ կողմ իր վերջնական նպատակներին չի հասնում, մեծ է հավանականությունը, որ ռազմական էսկալացիայի նոր փուլ կարող է լինել։ Եվ տվյալ պարագայում ցամաքային ներխուժման մասին խոսակցությունները շատ դժվար է համարել, որ կարող են իրական լինել, բայց Հորմուզի նեղուցում որոշակի ռազմական գործողություններ կատարելը դեռևս շրջանառվում է որպես հնարավոր սցենար, ինչը կարող է նաև իհարկե որպես հոգեբանական ճնշում դիտարկվել Իրանի վրա։ Այս տեսանկյունից, երբ մենք խոսում ենք որևէ գործողության արդյունավետ կամ ոչ լինելու մասին, տարբեր շերտեր նաև պիտի հաշվի առնենք։ Մի բան է իշխանության դիտանկյունից, հատկապես եթե դա կոնկրետ ռազմական վերնախավ է վերահսկում։ Այլ բան է նաև հասարակության դիտանկյունից։ Այս մասին Հայաստանում շատ քիչ է խոսվում այն պատճառով, որ մենք այն մյուս մոլորությունը ունենք, որ եթե որևէ երկիր կարևոր է մեզ համար որպես հարևան ու գործընկեր, ապա իր ներսում տեղի ունեցողի վերաբերյալ լավ կլինի չխոսենք եւ չիմանանք ինչ է կատարվում։ Բայց չպիտի մոռանանք, որ հունվարում նաեւ հսկայածավալ ցույցեր էին տեղի ունեցել եւ հազարավոր զոհերի արդյունքում է միայն հնարավոր եղել զսպել այդ ցույցերը։
Այս բոլորը հաշվի առնելով պիտի չմոռանանք, որ բազում եւ նաեւ տնտեսական շատ վատ իրավիճակը հաշվի առնելով Իրանի, պիտի չմոռանանք, որ բազում ճգնաժամեր դեռևս այսպես լռեցված, քնեցված իրադրության մեջ են եւ որ օրը ինչ որ մի հանգուցալուծում կլինի ռազմական ոլորտում, այդ ճգնաժամերի համար նույնպես լուծումներ է պետք գտնել եւ այն գործողությունները, որ արել է Իրանը, չեմ կարծում, որ իրեն ավելի ուժեղ են դարձրել այդ լուծումները գտնելու ճանապարհին։ Ես ավելացնեմ, մերսի շատ համաձայն եմ։ Մի հարցի քիչ համաձայն չեմ։ Ամերիկան ինչ նպատակներ էր սահմանել, իրանք սկզբից մի քիչ ուզում էին փոխեն, բայց մեծ հաշվով պարզ էր։ Պարզ էր իրանք ուզում են ռեժիմի փոփոխություն, փորձում էին խուսափել, դա չստացվեց։ Ռեժիմը չի փոխվել, իմ կարծիքով ռեժիմը հիմա ավելի նույնիսկ ուժեղ է, քան պատերազմից առաջ։ Մյուսը միջուկային կարողություններն էին, չեն կարողացել միջուկային կարողությունները վերացնել, միջուկային կարողությունները կան, ավելին Պարսկաստանը Իրանը ավելի քան երբևէ ուզում է ունենալ միջուկային զենք, որտեղ իրենց վրա տեղի ունեցավ հարձակում, չսպասված բանակցությունների ժամանակ ու հիմա իրենք մտածում են, որ առանց միջուկային զենքի իրենք ավելի անպաշտպան կլինեն։ Իսկ իրենք հիմա ավելի են համոզվել, ավելի շատ են ուզենալու ունենալ միջուկային զենք։ Մյուսը հրթիռների կարողություններ, բալիստիկ հրթիռների, մոտ մի 2 շաբաթ առաջ որ ես լսում էի, մոտ 70% այդ կարողությունները պահպանվել են հրթիռները իրանց ստեղծելու, այսինքն այս նպատակին էլ ամերիկյան կողմը չի հասել ու չորրորդը ամերիկական այս հարձակումը ստիպեց, որ իրանական ժողովուրդը, որը փողոցներում էր, սկսի ավելի քիչ դեմ լինել իրական իր ռեժիմին։ Իրանք քանի որ համախմբվեցին այսպես ընդհանուր ճշնամու դեմ կամ առնվազն, երբ որ հրթիռներ են գալիս քո վրա, դու հեղափոխություն չես անելու։ Պետք է գնաս սպասես այդ հրթիռները չլինեն, հետո նոր գաս սպանջես իշխանափոխություն։ Այսինքն Ամերիկան իրականում տապալել է այս բոլոր նպատակները, այս այն մտածմունքն է, որ Ամերիկայում կա։ Մյուսը ռազմական առումով ռազմական պատմությունը ցույց է տալիս, որ ավիահարվածներով դու չես կարող հասնել հաղթանակի։ Պետք է մտցնես ցամաքային զորքեր։ Մի անգամ ա եղել Կոսովոյում, երբ որ Սերբիայի վրա դաշնակիցներ հարձակվել են, ՆԱՏՕ-ն ավիահարվածներով սերբերը Միլոշևիչը դադարեցրեց իր հարձակումը։ Մնացած բոլոր դեպքերում մտել է ցամաքային զորք, ամենավաղ օրինակը Ճապոնիան է, որ նույնիսկ միջուկային հարվածներից հետո Ամերիկան պետքա ցամաքային զորքեր մտցներ ստրատեգիկ նույնիսկ ավիահարվածներից հետո, որոնք մեծ քանակությամբ են, շատ մեծ քանակությամբ են տեղի ունեցել, տեսանյութեր կան, կարող եք նայել, Կուրտիս Լեմեին ա եղել իրանց բանը, որը կողմ էր դա շարունակելու նույնիսկ այլետո չի ստացվել։ Հիմա ձեր մոտ կարող է հարց առաջանալ, բա ոնց սա տեղի ունեցավ, այստեղ իմ կարծիքով սա մեզ համար շատ հետաքրքիր ու կարևոր է։ Ամերիկայում մտածմունքը այն է, որ իսրայելական հատուկ ծառայություններին, այսինքն Մոսադին ավելի շատ մասնավորապես, ստացվել էր Ամերիկային, մասնավորապես Դոնալդ Թրամփին համոզել, որ եթե մենք ավիահարվածներ իրականացնենք, իրանական ժողովուրդը կգա եւ իշխանությունը կվերցնի։ Այսինքն ամերիկական կողմը վստահ էր, որ իրենք ունենալու են արագ եւ վճռական հաղթանակ։ Իրանք չէին մտածում, որ այս պատերազմը ձգվելու է։ Մոտավորապես այնպես, ինչպես Ռուսաստանը մտածում էր Ուկրաինայի մասով 22 թվին։ Կիև Նատրիդնյա, այդպես ինչ ասում, Զատնիդնյա, այդ բանն էր։ Նույնը այստեղ կար այդ մոլորությունը։ Ու սա շատ նման է, եթե դուք եթե հետաքրքիր է պատմություն, եթե նայեք, Ամերիկան նման բան էլի ա եղել Ֆիդել Կաստրոին, եթե հիշում եք Կուբայի։ Երբ որ Կաստրոն եկավ, էլի հետախուզություն կար, որ Կուբայի ժողովուրդը դեմ է Կաստրոին, սոցիալիստ է Կաստրոն, ազատություն են ուզում, ու Քենեդիի ժամանակ այդ օպերացիան կոչվել է Bay of Pigs, իրանց մրինները, ասենք փոքր խմբով, արագ պետքա մտնեն Կուբա, ու իրանք մտածում են, որ հենց իրանք ցամաքային զորքեր մտցնեն, Կուբայի ժողովուրդը պետքա գա իրանց միանա ու Կաստրոին հանեն։ Եղավ հակառակը, իրանք մտան, կոտորվեցին, լիքը գերիներ ու հետո ԱԳ-ի նոր գումար դիմաց տվել են։
Հիմա Իրանը ինչ էր հարվածում։ Իրանը գիտեր, որ որպեսզի ինքը հաղթելու այնքան ժամանակ, մինչև ինքը չի պարտվում։ Սա եղել է նույն Վիետնամում։ Վիետնամում ամերիկական բանակը ճակատամարտով պարտություն չի կրել, իրանք հաղթել են։ Նույնն էլ Նապոլեոնը Ռուսաստանում 12 թվին։ Բոլոր ճակատամարտը Նապոլեոնը հաղթել, բայց վերջում պարտվել է։ Նույնը եղել է Վիետնամում։ Նույնը մի քիչ նման է իրական Հիտլերին, մինչև ինքը չէր հասել Մոսկվա, ճակատամարտը հաղթելով գնում, բայց չի հաղթում։ Ոստեղ եթե դուք ռազմական բանով նայեք, 3 բան կա՝ ստրատեգիա, օպերացիա եւ տակտիկական։ Տակտիկական առումով ամերիկյան կողմը արագ է, վարժ է, իրանք գիտեն իրանք ինչ։ Բայց ստրատեգիան քո նպատակն է, դու հիմա ավիահարվածով դու ռեժիմի փոփոխության չես հասնում։ Այստեղ խնդիրը իրանց մոտ է դա, այսինքն գոյություն ունեցող նպատակը ու այն միջոցները, որ օգտագործվել է, իրանք իրար չեն համապատասխանում։ Ու վերջին բանը, որը էլի մեզ համար կարևոր է, կարակ այս տերմինի ծանոթանք, դա կոչվում է escalation ladder, այսինքն էսկալացիայի աստիճան։ Ինքը անում է սա, ես անում եմ սա, ինքը անում է սա, ես անում եմ սա։ Բոլոր հարթություններում Իրանը ունի էսկալացիայի աստիճանը բարձրացնելու ավելի մեծ կարողություն, քան Ամերիկան, ինչի, որտեվ Իրանը էգզիստենցիալ սպառնալիք է առաջ, այսինքն ռեժիմը կորցնելու բան չունի, ու երբ որ ասում ենք Իրան, նկատում ենք ռեժիմին, ոչ թե ժողովրդին, դա ռեժիմի հարցն է։ Ռեժիմը, եթե պարտվեր, իրանք կարող արժանանեն Քադաֆի, Սադամ Հուսեյնի ճակատագրին։ Իրանք հետո ամեն ինչ գինը կարան վճարեն։ Սա կոչվում է stakes, ով ինչքան գին կվճարի։ Ամերիկան այս պատերազմի համար պատրաստ չի մեծ գին վճարի։ Իրանք հիշում եք մի օդաչույն փրկելու համար ինչ օպերացիա արեցին ու լիքը օդուշ կորցրեցին մի հոգու փրկելու համար։ Իրանական ռեժիմը իր ժողովրդին սպանում է մի քանի հազար հոգի, ոչինչ չի լինում։ Ու ստեղ Իրանը ոստը ուղղակի պետքա ձգեր տնտեսական գինը բարձրացնել, իսկ հարևաններին ինչի է հարվածել, որտեղ ինքը ասեց, որ եթե դուք շարունակեք, ես ջրային այդ ջուր մաքրող աղային այդ կետերին եմ հարվածելու, այդ իրանց ծոցի երկրների վերջն է լինելու։ Իսկ իրանք այդ կարողություն ունեն բալիստիկ հրթիռներով հարվածել ջրի մաքրման կաններին ու այդ կլիներ այդ ու ամերիկյան, որպեսզի իրանք նաև ինչի են հարվածում, ամերիկյան ուժը կախված է ուժի պրոյեկցիայի հետ, իրանք ինչի են այդ բոլոր դաշնակիցներին պահում։ Այդ դաշնակիցները չեն ավելացնում ամերիկական բանակի ուժը։ Իրանք ուժի տեղակայման հնարավորություն են, այսինքն ամերիկական բանակը տեղ իջնում է, ռազմական գործողություն է իրականացնում։ Այդ բոլոր հատվածներում ամերիկական բազաները լուրջ հարց է, իրանք այդ նույն բազաները կարան դեռ ունենան, թե չէ։ Դա համար իրանք այդտեղ հարվածում, իսկ Հորմուզը տնտեսական բան էր, որ ամբողջ աշխարհը ասի պատերազմը կանգնեցեք ու իրանք իրանց նպատակին հասել են։ Նույն սկզբում որ բանակցությունները գնում էր, իրանական փաստաթղթերով են այդ բանակցությունները գնացել ու ուղղակի ամերիկյան կողմը այլ դրա մասին չի խոսում, բայց քանի դու քո նպատակներին չես ասել, փաստացի ես համաձայն եմ այն բաները, որ իրանք լուրջ կորուստներ են կրել, իրական ժողովուրդը նորից կարող է գա, բայց այս հատվածով այն ելքը ինչ որ ունեցան իրանցիները, իմ կարծիքով ռեժիմը չէր պատկերացնում, որ իրանք կարող են այս կերպ, ու եթե դուք հիմա նայեք, որ Ամերիկան գնում է Չինաստան, հետո Ռուսաստանն է գնում Չինաստան, այս ամեն ինչը խոսում է, որ այս պահին, այս հատվածում պատերազմը չի ավարտվել, իրանական կողմը իմ կարծիքով լուրջ առավելության հասել։ Ընդեղ էլի բաներ կան, կանք հետո խոսենք, բայց Ամերիկայում հիմնականում այս մոտեցումն է, էլի, ավելի շատ իմ կարծիքով։ Եթե թույլ տաք կարճ ուղղակի անդրադարձ, իրականում համաձայն եմ ձեզ հետ, պարոն Պետրոսյան, այդ պատճառով ես տարբերակեցի իշխանությունը որպես ռեժիմ եւ պետությունը եւ հասարակությունը եւ այստեղ ուզում եմ այդ սխալ հաշվարկների հետ կապված մի բան ասել։ Այնպես չի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում չկան վերլուծական կենտրոններ ու վերլուծաբաններ, որոնք հասկանում են ինչ է նշանակում Իրանը, բայց կան նաեւ վերլուծական կենտրոններ ու վերլուծաբաններ, որոնք շահադիտական վերլուծություններ են նաև անում, դրանք մեծամասամբ կապված են մի կողմից իրանական սփյուռքի հետ,
որոնց համար իրենց համար էլ է էգզիստենցիալ, որ այնտեղ ռեժիմի փոփոխություն լինի, որովհետև այդ մարդկանց մի զգալի մասը իսլամական հեղափոխությունից հետո է գնացել Իրանից եւ հնարավորություն չունի յետ վերադառնալու եւ իրենք իբնե, այսպես ասած, հակառակորդներ են այդ ռեժիմի, օրինակ, չգիտեմ, Մեծ Բրիտանիայում, Ամերիկայում ապրող իրանցիներ կան, որոնք պայքարում էին, որ ԱՄՆ-ն պատերազմ սկսի Իրանի դեմ։ Ինչ վերաբերում է նաև Իրանի ներսում անջատողական շարժումների վրա որոշակի հաշվարկներ անելը, դա էլ Իսրայելի կողմից, իրենք էլ տարիներ շարունակ այնքան գրեցին, որ Իրանում ազերիները ճնշված են եւ որ առաջ ուզում են անջատվել հիմնական այդ կենտրոնական իշխանությունից, որ ինչ որ մի պահի սկսեցին նաեւ համոզել դրանում նաեւ ամերիկյան որոշում կայացնողներին եւ Հայաստանում էլ ընդդիմադիր շրջանակներում էլ է դա մեզանում շատ տարածված, որովհետեւ էլի կապում էին մեր ապոկալիպտիկ վախճանի հետ, որ օրը Իսրայելը հարձակվեց Իրանի վրա, այնտեղ ազերիները սկսելու են անջատողական շարժում, Ալիևը գնալու է նրանց օգնելու եւ միաժամանակ գրավելու է Սյունիքը։ Այսպիսի մի սցենար էին նաեւ նկարագրում։ Բայց այստեղ երկու կարևոր սխալ հաշվարկ էին արել։ Մեկն են, որ Իրանում բազում ազգություններ կան, այդ թվում նաև ազերիներ, բայց նրանց քաղաքական ինքնությունը առաջին հերթին իրանցի է, հետո նոր ազերիախոս իրանցի, քուրդ իրանցի, թալիշ, բելուչ եւ այլ ազգություններ։ Եվ մյուս կողմից ես ասում եմ իսլամական հեղափոխության պահապանների կորպուս եւ այստեղ ուզում եմ փակագծում անպայման նշել ինչպես է ստեղծվել այս կառույցը, քանի որ իսլամական հեղափոխությամբ է ստեղծվել իսլամական հանրապետությունը, հեղափոխության հաջորդ օրվանից այդ ռեժիմը ստեղծել է ինստիտուտներ ու կառույցներ, որպեսզի թույլ չտա նոր հեղափոխություն։ Եվ հեղափոխության հաջորդ իսկ օրվանից, քանի որ հռչակել է, որ չի ճանաչում Իսրայելը եւ խզել է դիվանագիտական կապերը ԱՄՆ-ի հետ եւ ավելին ԱՄՆ դիվանագետներին էլ 444 օր գերի է պահել, հաջորդ իսկ օրվանից ինքը պատրաստվել է առճակատման ռազմական նրանց հետ։ Հետևաբար այդ ցանցային որոշումներ կայացնելու համակարգը, օրինակ ի տարբերություն Վենեսուելայի, որտեղ մի հոգու առևանգեցին եւ համակարգը փլվեց, Իրանում 100-ից ավելի որոշում կայացնողների սպանեցին, բայց հրթիռները շարունակում էին դեռ թռնել, ինչը նշանակում է, որ այդ ցանցային որոշումների կայացման համակարգը արդեն գործում էր։ Իսկ արաբական երկրների վրա հարձակումը նաև ուներ այդ իմիջային բաղադրիչը իր մեջ, տարիներ շարունակ Իրանը համարում էր, որ իսլամական աշխարհում, եթե կարող ենք դա այդպես կոչել, ճակերտավոր, կա պետություն կառուցելու երկու մոդել, կամ դու իսլամական ճանապարհով ես գնում իսլամական հանրապետություն ստեղծելով, այդ պատճառով իրենք ունեին հեղափոխությունը արտահանելու ռազմավարություն։ Ասում էին, որ քանի դեռ դուք էլ չեք արել այդ իսլամական հեղափոխությունները, չեք կարող լինել անվտանգ եւ կայուն։ Եվ կար մյուսը, երբ կառուցում ես աշխարհիկ պետություն, ԱՄՆ-ի հետ կնքում ես ռազմավարական դաշնակցության պայմանագիր եւ անվտանգ ես։ Հատկապես արաբական Միացյալ Էմիրությունների համար դա տենց բրենդ էր, չէ՞, դարձել անվտանգության կղզի։ Այդ դա ջարդել էին փորձում նաև։ Շնորհակալություն շատ, հաջորդ հարցի համար Աշոտ Նալբանդյան։ Այսօր քարոզարշավի շրջանակներում ու ընդհանրապես պարոն Փաշինյանը ԿՊ կուսակցությամբ հանդերձ անում է հետևյալ պնդումը, եթե մեզ չընտրեք, ապա լինելու է պատերազմ։ Արդյոք սա հերթական քաղաքական մանիպուլյացիա չէ, այլև իրատեսական քաղաքական կանխատեսում է, եւ եթե այո իրատեսական է, որքանով է այս սցենարը իրատեսական ու ինչպես մենք երիտասարդներս վերաբերվենք նման տիպի պնդումներին քարոզարշավի օրերին։ Շնորհակալություն։ Ես սկսեմ։ Նախ ուզում եմ ասել, որ առհասարակ որևէ քաղաքական գործիչ, երբ փորձում է իր ասելիքը, իր գաղափարները տեղ հասցնելու համար հոգեբանական տերորի ենթարկել հասարակությանը, դա ինձ համար անընդունելի է։ Հետևաբար այդ ձևակերպումը ես կարծում եմ, որ անտեղի է եւ չարժի նման կերպ փորձել քվեներ ձեռք բերել։ Բայց
Այս սրանով հանդերձ ինչ է նշանակում, եթե մեզ չընտրեք, կլինի պատերազմ։ Դա այն պատճառով չի, որ Նիկոլ Փաշինյան կամ ԿՊԱ-կան մեկ այլ քաղաքական գործչի անձի, կերպարի, չգիտեմ, հագ ու կապի, նրանց ճաշակի պատճառով է լինելու կամ չլինելու պատերազմ։ Այդտեղ կարծում եմ շատ կարևոր է հասարակությանը տեղ հասցնել, որ միայն մեզնից չի կախված պատերազմ կսկսի հակառակորդը թե չէ, բայց այն, ինչ մենք ասում ու անում ենք, նույնպես կարևոր է։ Այս սա է շատ կարևոր։ Ու երբ Հայաստանի իշխանությունները այսօր ասում են, որ համաձայնվել են կնքել խաղաղության պայմանագիր, խոստացել են փոխադարձաբար, որ ճանաչելու են տարածքային ամբողջականությունը միմյանց եւ որ շարունակելու են հարաբերությունների նորմալացման գործընթացը, այո, ես համարում եմ, որ այսօր եղած ստատուս քվոյի շրջանակներում այդ քայլերը զգալիորեն նվազեցնելու են նոր ռազմական էսկալացիայի հնարավորությունը։ Բոլոր այն ուժերը, որոնք կարծում են, որ պիտի գալու այդ պայմանագիրը ճղել, գցել մի կողմ, անկախ նրանից դա ուղիղ են ասում, թե ասում են պայմանագիրը պահելու ենք, բայց երաշխավորներ ենք բերելու, պայմանագիրը պահելու ենք, բայց կետեր ենք ավելացնելու, պահելու ենք, բայց կետեր ենք նվազեցնելու, դա բոլորը նշանակում է ռիսկը մեծացնել, ոչ թե հենց պատերազմ սկսել, այլ հակառակորդի կողմից պատերազմը սկսելու ռիսկը մեծացնել։ Հետևաբար ես կարծում եմ, որ դուք պիտի բացեք փակագծերը, թե դրա տակ ինչ նկատի ունեն։ Այս կամ այն քայլերը միշտ մենք երբեք Հայաստանը երբեք ոչ 90-ականներին, ոչ 2020-ին պատերազմ չի սկսել։ Հակառակորդն է սկսել պատերազմ։ Բայց շատ կարևոր է նաև, թե մենք մեր քայլերով եւ մեր հռետորաբանությամբ նպաստում ենք, որ այդ ռիսկը մեծանա, թե նվազեցնում ենք։ Այս տեսանկյունից ցանկացած քաղաքական ուժ, որ կխոսի նրա մասին, որ կարևոր է շարունակել խաղաղության գործընթացը, նվազեցնում է ռիսկը, բոլոր նրանք, որոնք ուզում են ձևափոխել այդ գործընթացը, մեծացնում են պատերազմի ռիսկը։ Այսպես կպատասխանեմ այդ հարցին։ Ես համաձայն եմ ու եւի ավելացնելու բան չունեմ, լրիվ համաձայն եմ։ Շնորհակալություն։ Քանի որ այս հետ կապված հարցը չհնչեց, ոնց որ մի հարց էլ ուզում եմ ես տամ երկուսիդ, շատ ակտիվորեն շրջանառվում է 300,000 ադրբեջանցիների հավանական վերադարձի թեման ու մի քիչ տարբեր կոնտեքստներում է, հա, դա շրջանառվում ու ամենատարբեր կերպ է մեկնաբանվում։ Մի մասը ասում է, որ դա հայելային նարատիվ է, օրինակ, երբ որ հայկական կողմը սկսի արցախցիների վերադարձի իրավունքի հարցը բարձրացնել, այդ ժամանակ ինտենսիվանալու է, դառնալու է նաև Ադրբեջանի արտաքին քաղաքական օրակարգի մաս եւ հատուկ սրա համար ստեղծված։ Մի մասը լրիվ այլ պատճառաբանություններով է դա մեկնաբանում, նշելով, որ դա հենց պայմանավորված է նրանով, որ այսօրվա իշխանությունները Թուրքի դրածոյ են եւ քանի որ իրանք երկիրը տանում են թրքացման, իրենք ունեն գաղտնի պլան կամ արդեն իսկ բացահայտ, որ 300,000 ադրբեջանցիներին բերեն Հայաստան։ Սրան զուգահեռ ամենատարբեր թեորիաները կան, ու սա էլ ես կարծում եմ, որ ինքը բավականին խճճող ու երկար քննարկվող թեմա է։ Ինձ հետաքրքիր է, թե դուք ինչպես եք այս 300,000 ադրբեջանցու թեզը մեկնաբանում, էլի կամ անցալու։ Նման խոսակցություն կարծիքով էլի է եղել, միշտ ինչ-որ sense նարատիվներ են հայտնվում։ Ես այդ վտանգը իրատեսական չեմ համարում։ Մենակ որ ուզում եմ պատկերացնել այդ 300,000-ին ոնց է գալու, չեմ պատկերացնում, ավտոբուսներով բերում են, չգիտեմ, Սևանի մոտ թողում են իրանց, ասում են դե տեղավորվեք, հետո եւի coffee break են բերում, sense տոփերով, ասենք բանը լվացվելը ոնց պետք է լողանալ, չգիտեմ, հարցեր կա։ Իմ կարծիքով այդ խոսակցությունները գալիս են, որ ավելի կարևոր խոսակցություններ չլինեն։ Որտեղ իրական խոսալու թեմաներ կան, շատ թեմաներ կան, ունենք է շատ ուրախ կլներ, որ նույն ոգևորվածությամբ քննարկվեր, թե ինչ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի ստուգող հանձնաժողով։ Վերահսկիչ, չէ, որ քննող պատերազմի հանգամանքները քննող։ Այդ պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի
այդ թուղթը որտեղ է, ում սենյակում է դրած։ Ես կուզեի դա քննարկվեր, ես կուզեի քննարկվեր ունակ Անդրանիկ Թևանյանից բացի էլի քանի լրտեսներ կան Հայաստանում, ու այդ լրտեսները ինչպես բացահայտվեց դա։ Ունակ Անդրանիկ Թևանյանը քաղաքական ուժից է, այդ քաղաքական ուժում լիքը մարդիկ կան, ինքը ընդհանրապես առաջի դեմքը չի։ Այդ մնացած այդ ուժի ներկայացուցիչը իմացել են ինքը ինչով է զբաղվում։ Չգիտեմ որ մեկ ասեմ, ես կուզեի օրինակ իմանալ Արտուր Օսիպյանը ինչ վտանգ էր իրանից ներկայացնում, որ հիմա ինքը փաստորեն ինքը ավելի վտանգավոր էր, քան Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, բոլորը։ Կամ իր հառատորաբար, իմ կարծիքով այս խոսակցությունը երկար չպատասխանեմ, արդեն հասկանում եք, չէ՞ ինչ նկատի ունեմ։ Այդ ամեն ինչը ծածկում են շատ ավելի կարևոր խոսակցություն, բայց բոլորին շատ պետքական բանն է, իշխանությունը ասենց պայքարում է այս սպառնալիքների դեմ, դրանք տեղի չեն ունենում ու իրանք հաղթող դուրս են գալիս։ Ընդդիմությունը հաճելի է, որտեվ իրանք ինչ քննադատություն անեն, վերջում իրանց է գալիս դա հասնում, դա միակ չեն կամ իշով բան քննադատեն։ Դա իմ կարծիքով մենք պետք է այս այն հարցի հետ կապված քաղաքական դաշտի նարատիվների հարց կա։ Ինչ նարատիվ է քննարկվում։ Մեր նպատակը պետք է լինի, որպեսզի մենք օրինակ ես շատ կուզենայի այդ 300,000 ադրբեջանցու տեղը քննարկվել, ինչի Տելսելի այդ մեքենաները չեն աշխատում Երևանում։ Այդ իմ համար ավելի իրական սպառնալիք է, որ ազդում է Երևանի բնակչության հոգեբանական վիճակի վրա, քան որ մի օր այդ 300,000 ադրբեջանցի պիտի գա Հայաստան։ Մենակ մի բան ասեմ, Հայաստանը միակ երկրներից է, որ 99%-ը հայ են, մենք այդ էթնիկ առումով այդ մեր մոտ այդ արժեքները շատ ուժեղ է մեր մոտ դրված, էլի մենք այդ ասում են արժեքների խնդիր բան, մենք այդ ամով շատ, ասենք, բոլորը գիտեն Անդրանիկ Օզանյանովը, բոլորը գիտեն 1915 թվականին, ինչա ընտանիքը մեր մոտ ամուր իրական հիմքերի վրա է դրված, ծնողներին հարգելը, սեփական երեխային սիրելը, ես այդ բոլոր վտանգները, որ մեր բարոյական արժեքային բան, մենք շատ ուժեղ ենք, էլի այդ ամով։ Մեր խնդիրը որակյալ կրթությունն է, լավ աշխատող դատական համակարգն է, լավ աշխատող Տելսելի մեքենան է։ Մենք սենց խնդիրներ ունենք, բայց այդ բարոյապատմական հոգեբանական առումով մենք իմ կարծիքով նենց բարձր իմունիտետ ունենք, որ մեզ դա չի սպառնում, էլի իմ կարծիքով։ Ես էլ անդրադառնամ այդ հարցին, կիսելով ձեր տեսակետները, պարոն Պետրոսյան, նորից ընդգծեմ, որ ինձ համար անընդունելի է որևէ հարցով հոգեբանական տերորի ենթարկելը հասարակությանը։ Եվ այն, որ ընդդիմադիր շրջանակներն էլ ասում են, եթե իշխանությունը վերընտրվեց 300,000 ադրբեջանցի են գալու Ծիծեռնակաբերդի հուշամալի փոխարեն մսկիթ է լինելու, դուք էլ թուրք եք դառնալու, դա այլ բան չի, քան հոգեբանական տերորի ենթարկել հասարակությանը, որը անընդունելի է։ Հիմա փորձենք հասկանալ, իսկ իրականում կա նման ռիսկ, թե չկա։ Ես համաձայն եմ, որ դա մի տեսակ նաև հակառակորդի կողմից հոգեբանական ճնշում գործադրելու համար ստեղծված նարատիվ էր։ Տարիներ առաջ, երբ դա նոր էր շրջանառության մեջ մտնում, կար այն ընկալումը, որ դա արվում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցը փակելու միտված գործողությունները Հայաստանում ավելի ակտիվ լինեն, որովհետև դրան հակընդդեմ Ադրբեջանը ներկայացնում էր այդպիսի մի պահանջ։ Բայց ենթադրենք, որ դա իրականում, նույնիսկ երբ մենք հարցը փակենք, ինքը շարունակելու է դրա մասին պնդել եւ ենթադրենք, որ դա իրական ռիսկ է։ Ինչ է անում պետությունը, որևէ մի ռիսկի նույնիսկ վերադառնամ այն իմ ասածին։ Ռիսկը փորձում ես հասկանալ, թե ինչպես կարելի է չեզոքացնել, ճիշտ է։ Վերջերս արևմտյան երկրներից մեկի խորհրդարաններից մի պատվիրակության հետ էինք հանդիպում եւ երբ սկսեցին ներկայանալ, падգամավորներ էին, ներկայացան մեկը իշխանության ներկայացուցիչ էր, հետո մեկն էլ ասեց ես ընդդիմության ներկայացուցիչ եմ, բոլոր մնացած հարցերում համաձայն չեմ իշխանության մեր ներկայացուցիչի հետ, բայց երբ հարցը վերաբերում է արտաքին քաղաքական հարցերին, մենք 100% համաձայն ենք։ Եվ ես մի տեսակ նենց նախանձով լսվեցի, պատկերացրեք մի իրադրություն, երբ մեր ընդդիմությունն ու իշխանությունը միահամուռ ընկալում են, որ սա կարող է ինչ-որ մի օր դառնալ ռիսկ, որ օրինակ
չգիտեմ, միջազգային դատարաններով կամ միջազգային իրավունքի վրա հղում անելով Ադրբեջանը Հայաստանից պահանջի, որ մենք ընդունենք մարդկանց, որոնք ուզում են վերադառնալ Հայաստան։ Օրինակ, ինչ կաներ առողջ քաղաքական համակարգը։ Մի կողմից կփորձեր սահմանել քաղաքացիություն ստանալու համար այնպիսի չափանիշներ, որ որևէ մի օտարերկրացու համար եւ հատկապես ադրբեջանցիների դա լիներ տասնապատիկ ավելի դժվար։ Իսկ իրական ռետորաբանության մեջ պատկերացրեք, որ մեր ընդդիմադիրները իրենց ելույթներում ասեին, պատկերացնում եք, մենք փաստորեն այնքան ազատ ու լավ բարգավաճ երկիր ենք դարձել, որ նույնիսկ ոչ միայն հայերն են դրսից ուզում վերադառնալ, այլ նաև ադրբեջանցիները ուզում են գալ այստեղ ապրել։ Միայն այդ տեսակ հայտարարությունները հաջորդիվ Ալիևի համար ստեղծելու էին խոչընդոտներ այդ մասին խոսելու։ Այդ մասին խոսելիս երկու անգամ ավելի կմտածեր, արժի ասել, որ երկրի քաղաքացիները ուզում են ազատվել իր բռնապետական ռեժիմից եւ գնալ ապրել Հայաստանում։ Սա պայմանական մի օրինակ եմ ասում, բայց նման բազում սցենարներ կարելի է մշակել, թե ինչպես կարելի է դիմագրավել այդ ռիսկը։ Հիմա ինչ վերաբերում է նրան, որ ասում են, չգիտեմ, թրքացում, Ադրբեջանի դրածո եւ այլն, այս տեսակ դեպքերում միշտ օգնում է հավելյալ հարցեր տալը։ Օրինակ մի անգամ մի տնտեսագետ ասում էր, որ Թուրքիան որ օրը սահմանը բացի, մենք մեր անկախությունը կորցնելու ենք, մեր ինքնությունը կորցնելու ենք եւ կործանվենք։ Եվ ես պարզապես հարցրեցի, նշանակում է դա արդյոք, որ Թուրքիան մեր շահերից ելնելով է սահմանը փակել, որպեսզի մենք չկորցնենք մեր անկախությունը, չկորցնենք մեր ինքնությունը եւ պահպանվենք որպես պետություն։ Այստեղ արդեն պատասխան շատ դժվար է տալ, որովհետեւ հաճախ ինչ որ պնդումներ են արվում, որոնք որ թվում է թե հա էլի, որ այդքան շատ կրկնում են, երևի իրականություն է, բայց օրինակ եթե բոլորը դրսի դրածոներ են մեր իշխանությունում, ապա ինչու են ընդհանրապես տեղի ունենում բանակցություններ։ Ինչու անգամ պատերազմը տեղի ունեցավ, չէ՞ որ զոհեր ոչ միայն մենք ենք ունեցել, այլ նաև հակառակորդն է ունեցել։ Սրանք հարցեր են, որպես կանոն, որոնց չեն անդրադառնում, բայց ես համաձայն եմ պարոն Պետրոսյանի հետ։ Շատ ավելի այժմյական կարևոր խնդիրներ կան, որոնց անդրադառնալը իրենց այդքան էլ ձեռնտու չի եւ փոխարենը ստեղծում են ինչ-որ ուռճացված սպառնալիքներ եւ պայքարում են այդ սպառնալիքների դեմ։ Գաղտնիք չի, որ այդ արևմտյան Ադրբեջան ասվածը եւ վերադարձի իրավունք ասվածը որպես հոգեբանական ճնշման գործիք շարունակում է դեռևս Ադրբեջանում, բայց արդյոք դա նշանակում է, որ իրենց ցանկացած ասածը մենք այստեղ պիտի շրջանառենք եւ մեր հասարակական իմունիտետը ավելի թուլացնենք դրանով։ Ես կարծում եմ դրանով միայն Ադրբեջանին են օգնում այդ շրջանակները։ Շնորհակալություն հաջորդ հարցի համար, խնդրում եմ խոսափողը տրամադրել Այդա Սարգսյան։ Շնորհակալություն, ողջունում եմ հարգելի խոսնակներ, հարցս ուղղված է Տիկին Գևորգյանին, ես Այդան եմ Սարգսյան, Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանից։ Տիկին Գևորգյան վերջին շրջանում, օրերին ժամերին տարածվում են տեղեկություններ, խոսակցություններ, որ ԱՄՆ-ն փորձում է վերսկսել նոր ռազմական գործողություններ։ Հարցս հետևյալն է. նոր ռազմական գործողությունների նպատակը եւ իրականացման հավանականությունը ինչքանով է տարբերվում նախորդից եւ ինչ հնարավոր ազդեցություններ կարող է ունենալ դա մեր երկրի վրա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, իրականում կարևոր է սա շատ, որովհետև ինձ հնարավորություն է տալիս նաև հավելյալ են դիտարկումները, որ ունեի նախորդ հարցի հետ կապված շարունակեմ։ Տեսեք, ինչպես պարոն Պետրոսյանը նշեց, ԱՄՆ-ի համար էլ ակնհայտ դարձավ, որ միայն հրթիռակոծություններով եւ նույնիսկ գեներալներին ոչնչացնելով հնարավոր չի լինում հասնել այն նպատակին, որ իր առջև դրել է ԱՄՆ-ն։ Ես մի փոքր համաձայն չեմ նրա հետ, որ ռեժիմի փոփոխությունը անպայման գերնպատակ էր ԱՄՆ-ի համար։ Իսրայելի համար դա գերնպատակ էր, բայց ԱՄՆ-ի համար անգամ եթե ռեժիմը մնա, բայց ինքը հռչակի, որ այլևս ԱՄՆ-ին մահ Ամերիկային ամեն ուրբաթ չի գոռալու եւ չի լինելու հակաամերիկյան, ինքը կարող էր մնալ իր տեղում եւ Թրամփի ադմինիստրացիային առանձնապես նույնիսկ չերել հուզի, թե ցուցարարների հանդեպ մահապատիժները շարունակվում են, թե ոչ։ Հիմա եթե նոր ռազմական
էսկալացիայի վերաբերյալ այդ խոսակցությունները վերջին օրերին իսկապես շատ թեժանում են եւ էլի երկու բացատրություն կարող է լինել։ Մի կողմից դա կարող է լինել հոգեբանական ճնշում, որ ի վերջո նոր պայմանագիր ԱՄՆ-ի հետ Իրանի ներկայացուցիչները ստորագրեն, որովհետեւ գիտենք, որ Պակիստանի միջնորդությամբ մի քանի փորձ արվեց բանակցություններ ունենալու եւ որոշակի թուղթ ստորագրելու, եւ դա պետք է լինի ոչ միայն զինադադարի վերաբերյալ թուղթ, այլ նաեւ Հորմուզի նեղուցի վերաբերյալ, որպեսզի բացվի եւ որևէ արտոնյալ կարգավիճակ չունենա Իրանը այնտեղ, որովհետեւ գիտեք, որ պահանջում է, որ մաքսատուրքեր պիտի գանձի։ Ինչպիսին կարող են լինել ռազմական գործողությունները, եթե դրանք վերսկսեն։ Ցամաքային ներխուժման վերաբերյալ շատ դժվար է խոսել, որովհետև պատկերացնում եք, չէ, Իրանի տարածքը 1.200.000 քառակուսի կիլոմետրից ավելին է այդ տարածքը եւ չեմ կարծում, որ դա հնարավոր է ցամաքային ներխուժմամբ գրավել այդ երկիրը։ Բայց Հորմուզի նեղուցում կան մի քանի կղզիներ, որոնք ռազմավարական նշանակություն ունեն Իրանի եւ տնտեսության համար, եւ ռազմական պոտենցիալի համար։ Եվ այդ կղզիները այնպես է ստացվել, որ վիճելի տարածքներ են համարվում Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Իրանի միջև։ Եվ վերջին շրջանում խոսակցությունները սաստկանում են այն ուղղությամբ, որ ԱՄՆ-ն գուցե փորձի համոզել արաբական երկրներին, որ իրենք նույնպես մասնակցեն այդ կղզիները գրավելու կամ առնվազն մեծ սպառնալիք ստեղծելու այդ կղզիները գրավելու համար, որից հետո այդ կղզիների նկատմամբ վերահսկողությունը արդեն կանցնի Արաբական Միացյալ Էմիրություններին։ Թե որքանով է դա որքանով կարող ենք ասել, որ դա կարող է հաջող ելք ունենալ, իսկապես շատ դժվար է առանց հետախուզական տվյալների եւ բոլոր ռազմական սցենարներին մոտից ծանոթանալու տեսանկյունից, իսկ ինչ վերաբերում է ազդեցությունը Հայաստանի վրա, ես ինչպես ասացի, ամենամեծ բացասական ազդեցությունը Հայաստանի վրա կարող է ունենալ անկայունությունը Իրանի ներսում, փախստականների հնարավոր հոսքը, որովհետեւ Իրանի հյուսիսում, որտեղ 3 սահմանակից երկիր ունի, Թուրքիան, Հայաստանը եւ Ադրբեջանը, Թուրքիան հսկայական պատ է կառուցել իր սահմանին, որպեսզի փախստականներ թույլ չտա, որովհետեւ իր անվտանգության վախը այն է, որ փախստականները այդ հատվածից քրդաբնակ շրջաններից են լինելու եւ իր մոտ քրդական գործոնը սաստկանալու է, իսկ Ադրբեջանն էլ աշխարհում միակ երկիրն է, որ COVID-ի պատրվակով դեռևս ցամաքային բոլոր սահմանները փակ է պահում եւ ստացվում է, որ Իրանի հյուսիսում, եթե ստեղծվի մի իրավիճակ, որ փախստականների հոսք պիտի լինի, միակ ելքը դեպի արտաքին աշխարհ լինելու է Հայաստանով եւ Հայաստանը պիտի հնարավորինս պատրաստ լինի, բայց ինչքան էլ փորձենք պատրաստվել, մի քանի 100,000-ի ընդունելու հեռանկարը միևնույն է իր հետ ռիսկեր է բերելու։ Բայց հաշվի առնելով, որ իմ ասած այդ ռազմական հնարավոր սցենարը լինելու է Իրանի հարավում, հավանականությունը, որ դա մեծ այսպես ասած փախստականների հոսքի պատճառ կդառնա, շատ ավելի փոքր է։ Ես ավելի հակված եմ կարծելու, որ ռազմական էսկալացիայի մասին ուժգնացող այդ ռետորաբանությունը ավելի շատ ճնշման գործիք է, որպեսզի դրթեն Իրանի իշխանություններին գնալ փողզիջումային գործարքի։ Այս հարցը շատ ռազմական գործի հետ է նաև կապված, ու քանի որ մենք էլ ենք նման տարջամ, ես ձեզ խորհուրդ կտամ, որ գրականությունները կարդանք մենք, օրինակ մի շատ լավ գիրք կա Չարլզ Իգլեր, որ բոլոր պատերազմները պետք է ավարտվեն, այսինքն երբ որ ինքը ինչ ասում, որ հաճախ ռազմական գործողությունները կողմերը սկսում են չիմանալով իրանք վերջում ինչ են ուզում, ասում եմ դա նման է նրան, որ դու կամուրջը սկսես կառուցել, բայց չունես այդ կամուրջը որտեղ է ավարտվում։ Հիմա լավ, եկեք պատկերացնենք, իրանք ինչ-որ մի ձև հասան մի հատ կղզի գրավեցին, հետո ինչ պետք է անեն։ Իրանք արդյոք կարողանալու են այդ զորքին, որ տանեն դե հասնեն, այդ զորքին պահեն։ Ամենաէլեմենտար բանը լոգիստիկան է։ Դու պետք է այդ զորքին մատակարարես զենք, զինամթերք, սնունդ, ու այսինքն պետք է այդ ճանապարհը ամեն անգամ անցնես։ Իսկ այդ նեղուցի հատվածը վիճարկվող տարածք է, ամերիկական ռազմական նավերը գնացին ու հետո հետ եկան։ Այնտեղ Kark Island-ի մասն էր խոսակցություն գնում, բայց դուք մի հատ եկեք ուղղակի թվերով հաշվեք ամերիկական բանակը ինչ ազնակազմ, նա քանի հազար զորք պետք է հատկացնի կղզին գրավելու, հետո մի հատ այդ կղզին պահելու վրա։
ու պատկերացրեք ու նաև ինչ նպատակ իրանք պետքա հետապնդեն։ Այստեղ էլ նույն խնդիրն է գալի։ Արդյոք ռեժիմը պետքա փոխվի, ասենք թե օքեյ մի կղզի գրավեցին, երկու կղզի գրավեցին։ Արդյոք այդ ռեժիմը հրաժարականա տալու գնալու է։ Արդյոք իրանք ասեն օքեյ մենք էլ միջուկային զենք չենք ցանկանում ունենալ։ Այստեղ իմ կարծիքով այդ հատվածով այդ հարցն պետք նայել ու այստեղ մյուս հարցն է որ ռազմական ուժը որոշակի սահմանափակ է, ինքը լիմիտներ ունի, անսահմանափակ չի։ Դու չես կարող ռազմական ուժով ամեն հարց, որ ուզում ես լուծես։ Ու մյուսը այն է, որ Իրանը ցուցադրել, որ ինքը կարող է էսկալացիան ավելի մեծացնի։ Իրանք Կարմիր ծովը հուտիների միջոցով տեղել իրանք ունեն պոտենցիալ, որ դեռ չեն կիրառել։ Իրանք հենց Հորմուզն են փակել ու մեծ ազդեցություն արդեն մենակ դրանով իրանք ունեցել են։ Ու ստեղ էլի գնի հարցն է։ Գինը ամերիկական ժողովուրդը, եթե դուք փողոցում Վաշինգտոնում, Կալիֆոռնիայում, Լոս Անջելեսում հարցնեք, դուք պարսիկներից վտանգ զգում եք իրանցիներից, իրանք ասում են ոչ։ Դուք ցանկանում եք, որ օրինակ Ջեյսը, ձեր դպրոցական ընկեր, գնա եւ զոհվի Թեհրանի մատույցներում։ Ասում են ոչ։ Իրանք ուստեղ այդ գործողությունները ռազմական Ամերիկայի ռազմական քաղաքական ղեկավարության ազատությունը գործունեության հենց պայմանավորված է ինչին է պատրաստ ամերիկացի ժողովուրդը։ Իսկ ամերիկացի ժողովուրդը պատրաստ է որ գոնե մեկ ամերիկացի զինվոր զոհվի Իրանում։ Դե իրանք կարծում են սա Իսրայելի պատերազմն է, Իսրայելը Ամերիկային ներքաշել է այս պատերազմի մեջ, ու Իսրայելը Ամերիկայի միջոցով կռվում է Իրանի դեմ։ Ու գինը վճարում է Ամերիկայի ժողովուրդը ինչ ձևով նվազում առողջապահական ապահովությունը։ Ես Ամերիկայում եմ, երբ որ պատերազմը սկսեց, իրանք գիտեք առաջին ինչ ասին, որ առավոտը եկան, բենզինի գները թանկացել է։ Իրանք այդ ասեցին։ Իրանք ու մյուսը այս երկու տերմինի հետ է խորհուրդ կտամ ծանոթանք nation building ու regime change։ Okay, ռեժիմը փոխվեց, բա հետո ինչ պետք է լինի։ Մենք ռազմական առումով հաղթեցինք, կապիտուլացրեցինք, հասանք Թեհրան ու գրավեցինք։ Ոնց որ եղել էր Քաբուլում, ոնց որ եղել էր Բաղդադում։ Իսկ հետո ինչ պիտի լինի։ Ամերիկական զորքերը պետք է մնան Թեհրանում ու վերահսկեն 90 միլիոն են, չէ՞։ 90 միլիոն ամերիկական ակադեմիական գրականություն հոդվածներ ունի, թե դու որքան զորք պետք է ունենաս, օրինակ 10 բնակչի համար։ Այսինքն ամեն բնակչին հսկող քանի զինվոր դու պետք է ունես։ Օրինակ մի հրացանով զինվոր 100 բնակչի համար։ Այսինքն դու այդքան զորք պետք է տեղակայես, որ այդ գրավածդ պահես։ Ու դուք դեռ իմացեք, որ լինում են աբեկցություններ, ոնց որ օրինակ եղել է Իրաքում, Աֆղանստանում, ու հետո գալիս արդեն ռեժիմի հարցը։ Ում ես բերում, օրինակ Խամենեին գնաց, ով է գալիս իրանց տեղը։ Ու սա ամենավաղ օրինակը Աֆղանստանն է։ Եթե դուք Աֆղանստանի պատմությունը նայեք, Ռուսաստանը իր թեկնածուներ ուներ, Ամերիկան իր թեկնածուներ, հիմա Թալիբանն է այնտեղ։ Ոչ ռուսական թեկնածուն եղավ, ոչ ամերիկական եղավ Թալիբանը։ Ու Իրանի մասով մի վերջին բան, որտեղ դուք շատ հարցեր տվեցիք, ես շատ ուրախ եմ, եթե հետաքրությունը որ քանի որ կա, ես խորհուրդ կտամ, դուք նայեք ամերիկյան իրանական կոնֆլիկտը որտեղից է սկսվել։ Այդ սկսվել է 1953-ից, երբ որ ամերիկական եւ բրիտանական հատուկ ծառայությունները ստիպեցին, որ պաշտոնից հեռանա իրանց վարչապետ Մոսադեկը, ստիպորաբար այլ շահի լիազորությունները մեծացրեցին համաձայնությամբ, երկկողմ համաձայնությամբ Իրան ուժը Ռեզա Փելևի դիրքը մեծացրեցին, Մոսադեկը գնաց, ու սա Ամերիկայի լավ իրան որն է, իրանք իրանք սխալներ ընդունում են։ Իրանք հասկանում են, որ իրանք սա սխալ են այլ, իրանք հասկանում են, որ սա իրանք պետք չէ, ուղղակի պատմությունը կրկնվում է։ Այն ժամանակ Ուինստոն Չերչիլը կարողացավ Ամերիկայի ներքաշի այս կոնֆլիկտի մեջ, որտեղ այնտեղ նավթի գների հարց կար, այնտեղ
բրիտանական կազմակերպություն կար, իրանք մեծ օգուտ ունեին, Մոսադը եկավ, ասաց առնվազն 50-50 պիտի լինի, իրանք չհամաձայնվեցին, Ամերիկայի միջոցով ուզեցան այդ հարցը լուծեն ու այդ ժամանակվանից արդեն Ավագ Խամենեին սրա վրա աշխատեց։ Այսինքն այս իրանական կոնֆլիկտը դուք մեծ պատկերով նայեք, թե ինչպես մի փոքր երկիր, այս դեպքում Իսրայելը, կարող է զուտ հետախուզության միջոցով, այսինքն ինֆո տեղեկատվության միջոցով խոշոր գերտերության ներքաշի պատերազմի մեջ։ Ու իհարկե ուստեղ մյուս հարցն է իսրայելական լոբին Ամերիկայում։ Ու մյուս հարցն է դուք ասեք իսրայելական լոբին ինչ ազդեցություն ունի, իսրայելական լոբին ֆինանսավորում է բոլոր քաղաքական ուժերին։ Թե դեմոկրատներին, թե հանրապետականներին, ու հենց այդ լոբին ինչ-որ մեկին չֆինանսավորի, իրանք կան խնդիրներ ունենան։ Այսինքն այստեղ պատկերը շատ մեծ է ու միշտ ես այս ժամանակ հիշում եմ ինչ հետախուզական ծառայություններ ունի Հայաստան ու տխրում եմ որտեվ թույլ է մեր հետախուզական ծառայությունը։ Վերջի հարցին Արտուր Ադամյանին տանք միանգամից դրանով Արտուր Ադամյան, քաղաքագետ, իմ հարցը հետևյալն է, քանի որ մենք շատ խոսեցինք պլանավորումից եւ նաեւ ազգային անվտանգության ապահովման համատեքստում կարևոր է ոչ միայն դիմագրավելը սպառնալիքին, այլ նաեւ կանխատեսելը եւ կանխարգելելը։ Հարցս հետևյալն է, երբ որ ռազմավարական փաստաթղթերը ես նայում եմ, հատկապես ռազմական դոկտրին եւ ազգային անվտանգության ռազմավարություն, մեկը ընդունվել է 2007 թվականին եւ դրանից հետո գրեթե 20 տարի է անցել, բայց չի փոփոխվել, երկրորդը փոփոխվել է 2020 թվականի հուլիսին, որից հետո 2 ամիս հետո սկսվել է 44-օրյա պատերազմը։ Երկու փաստաթղթերում էլ արկա դրույթները հիմիկվա ներկայիս ոչ աշխարհաքաղաքական, ոչ տարածաշրջանային անվտանգային միջավայրի հետ չեն համապատասխանում, իսկ ազգային անվտանգության ռազմավարության մեջ էլ օրինակ երբ որ նշված է Հայաստանի հիմնարար շահերը, առաջի երկու կետերը վերաբերում է Արցախին եւ Հայաստանը ներկայացվում է որպես Արցախի անվտանգության երաշխավոր, այսինքն լրիվ անհամապատասխանություն է ներկայիս վիճակին։ Ըստ ձեզ ինչա անհրաժեշտ, ինչ միջավայր է պետք կամ ինչ պետք է լինի, որ մենք ուշադրություն դարձնենք այս խնդրին ու փոփոխենք այդ փաստաթղթերը եւ փորձենք համադրել ներկա դրությունը եւ մեր ռազմավարական պլանավորումը։ Շնորհակալություն։ Ես շատ մերսի, ես ու մի քանի մտքեր կար կփորձեմ այս հարցին պատասխանով իմ մտքերը ամփոփել։ Այ որ 300,000 ադրբեջանցիների հետ խոսակցությանը կամ փոխարինելու այս հարցերը, ինձ կարծիքով մենք կշենք, այսինքն որ ընդդիմությունը ոչ թե ասում եք այդ 300,000-ի լանչ բոքսերը ոնց են կազմակերպել, օրինակ ասի այդ դոկտրինը որտեղ է, բան։ Մյուսը այնա որ ինչա մեզ պետք, ինչով դա ես կբացան։ Հայաստանը այս պահին դեռ չունի հետախուզական դպրոց։ Իսկ կանխատեսում անելու համար պետք է հետախուզություն։ Դու պետք է կարողանաս ինֆորմացիան հավաքես, ինֆորմացիան ֆիլտրես, այդ ինֆորմացիայի ֆիլտրման վրա ունենաս սցենարներ, օրինակ ինչ սպառնալիքներ դու ունես, ու դրա հիման վրա կառուցես քո փաստաթղթերը։ Մենք չունենք, մենք ունենք մի հատ Վազգեն Սարգսյանի անվան դպրոց, բայց մենք չունենք intelligence անգլերեն ասում են հետախուզական ոչ մի բան։ Մենք ոչ սովորական առարկա ունենք Երևանի պետական համալսարանում, ամենասովորական։ Ասենք օրինակ ինչ նշանակում լրտես, ինչ նշանակում գործակալ, ինչ նշանակում բան, asset ոնց է հայերեն։ Asset, կներեք, չգիտեմ։ Ակտիվ ենք ասում, բայց այդ կոնտեքստում ակտիվ չի, էլի։ Հա, չէ, asset-ը ավելի շատ գործակալ, հա։ Ազդեցության գործակալ, հա, երևի։ Հա, այս մենք նույնիսկ բան, տեսեք, դա մեղավորությունն է, բայց մի քիչ մեղավորություն այնքան չի, որ մենք այս բառերը որ չենք օգտագործում, թարգմանությունն չունենք, էլի մենք պետք է այս լեզուն թարգմանենք։ Այդ բոլորի փոխարեն թուրք ենք ասում։ Հա, թուրք։ Ուզում ասեմ, ես օրինակ ձեզ կառաջարկեի, որ դուք մտահոգված ով այս բոլոր հարցերով
աշխատեք ձեր այն գրականությանը, որ դուք կարդում եք։ Կան շատ լավ գրքեր դիվանագիտության, պատմության, ռազմական գործի ամեն ինչի մասին։ Առանց դոկտրին, ռազմական դոկտրինի ունենալ պետությունը, գիտեք ինչի նման է, որ առանց բանի, առանց մեքենայի չեն թուղթը ոնց էր, որ պրավեն են ուզում մեկ էլ տեխասմոտրի թղթի ունենալ մեքենա առանց ռազմական դոկտրինի, որտեղ այդ քո առաջի գործողություններն է հենց պատերազմը սկսեց։ Իսկ մենք հետևաբար այդ նշանակում է թե դոկտրին չկա, այդ նշանակում է որ սպառնալիքը գնահատված չի, որտեղ դոկտրինը կառուցվում է սպառնալիքի վրա։ Ես համամիտ ու մի բան էլ որ մենք շատ խոսացինք խնդիրներից բան իմ կարծիքով մեր հիմնական խնդիրը կարգապահությունն ու որակյալ աշխատանքը, որակյալ կադրերը։ Մեր խնդիրը դիսցիպլինայով աշխատանքն է, ժամով, որակյալ, կարգապահ, ազնիվ, քրտնաջան աշխատանքը։ Այստեղ երկիրը քիչ կամ շատ սիրելու հարց չի։ Մենք 44-րդ պատերազմը չենք պարտվել, որովհետև ինչ-որ մի գեներալ պակաս հայրենասեր քամեն մեկը։ Մենք պարտվել ենք, որովհետև մենք չունենք բավարար կարողություններ, գիտելիքներ, թե ակադեմիական, թե կազմակերպչական։ Մեր հիմնական խնդիրը դա է՝ կազմակերպվածություն ու գիտելիք։ Մեր գիտելիքը հնացված է, կոնսպիրոլոգիկա լուծման տանող չի։ Մեր պլանավորման կարողությունները, օրինակ որ առավոտյան այս մեքենան ժամը 9-ին պետք է կանա 20 հոգու տանի ընտեղ ու հետ գա։ Մենք այս process-ը չենք կարողանում կազմակերպել։ Ես ձեզ խորհուրդ կտամ, որ կենտրոնանաք հենց ու սա իրական է, ու սա ամենաբարձրն է։ Խոսել 300,000 ադրբեջանցի շատ հեշտ է։ Բայց խոսել դու օրինակ անձամբ քանի օրինագիծ ես բեր ազգային ժողով, քանիսն է անցել, քանի քաղաքացու ես տեսել, քանի քաղաքացու խնդիր ես լուծել, այս ավելի բարդ է։ Ես համամիտ լինելով այս դիտարկումների հետ ուզում եմ ավելացնել, որ այդ բոլորի առանցքում այն է, որ ցավոք սրտի մինչև հիմա մենք այդ պետական մտածողության բացակայությունը ունենք եւ վախեր նկարագրելիս է դա երևում, որ մենք մեզ կրոնական համայնքի պես ենք հաճախ պատկերացնում։ Օրինակ ինչ է նշանակում մի պետության շրջանակներում, որտեղ պետական լեզուն հայերենն է, որտեղ ունենք մեր սահմանադրությունը, խոսել ինքնության կորստի մասին։ Սա հատուկ է կրոնական համայնքին, ճիշտ է, օրինակ Իրանում 4 դար այդ համայնքը փորձել է քիչ շփում ունենա մուսուլմանների հետ, կապեր օրինակ խառնամուսնությունները գրեթե զրոյական են, շփումները շատ քիչ են, որպեսզի կարողանա իր ինքնությունը պահպանել։ Բայց երբ դու դրա մասին խոսում ես պետության շրջանակներում, նշանակում է քո պետական ինստիտուտները կայացած չեն, որովհետև եթե կայացած են, այս պետության մեջ ապրող ռուսը, եզդին, վրացին, մյուսները իրենք հայաստանցի են։ Իրենք սահմանադրությանը հետևող, հայերեն իմացող քաղաքացիներ են։ Այս պայմաններում խոսել ինքնության կորստի մասին, կարծում եմ, իրենք մատնում են, որ դեռևս համայնքային մտածողությամբ են խոսում։ Քանի դեռ սա չկա, այդ փաստաթղթերն էլ մեծամասամբ կենացների ժողովածուի է նման լինում։ Չէ, վերջին ընդունված փաստաթղթում նույնիսկ տենց կենացների ներածական մաս կար, որտեղ նշում էինք, թե ինչ է մեզ համար արժեք, ինչ է մեզ համար ինքնության բաղադրիչ, ես կարծում եմ դրանք բոլորովին այդ փաստաթղթերի տրամաբանությանը ոչ հատուկ բաղադրիչներ էին։ Բայց այս բոլորն ասելով հանդերձ մի կարծում եմ հետաքրքիր պարադոքս հիմա կասեմ, Իրանի ռազմական հաջողություններից էինք խոսում մի պայմաններում, երբ Իրանը օրինակ որոշել է, որ ինքը անվտանգության ռազմավարություն չպիտի ընդունի, որտեղ իր համար ռազմավարությունը, այդ ռազմավարությունը գաղտնի պահելն է։
Այդպիսի մի մոտեցում ունեն։ Փաստաթղթեր որպես այդպիսին չեն ընդունում, բայց փաստաթղթի բացակայությունը չի նշանակում դոկտրինի ու ռազմավարության բացակայություն։ Այս կուզեմ, որ մեզանում նույնիսկ եթե այդ փաստաթղթերը չընդունվեն, մենք տեսնենք, որ ինստիտուտները աշխատում են այնպես, որ հաստատ հաշվարկում են ամեն ինչ, ունեն սցենարներ եւ ունեն որոշակի դոկտրին։ Մեկ էլ Իրանի մասով ուզում եի ասել, որ դա շատ կարևոր դիտարկում է, 53 թվականը տրավմա է, որ մնացել է Իրանի հասարակության մեջ, այնպես ինչպես ամերիկացիների համար էլ դիվանագետների գերեվարման հարցն է տրավմա եւ այս երկու հարցերը շատ առանցքային են։ Իսկ մինչև հեղափոխությունը Իրանը տարածաշրջանում իսլամական երկրորդ երկիրն էր, ոչ թե իսլամական, այլ մուսուլման բնակչությամբ երկրորդ երկիրն էր, որ Իսրայելը ճանաչել էր որպես պետություն, մյուսը Թուրքիան էր։ Արաբական երկրները երկար ժամանակ չէին ճանաչում, իսկ շահական Իրանն ու Թուրքիան ճանաչում էին, որովհետև իրենց շահերից էր բխում արաբական շահերը հավասարակշռող եւս մեկ պետություն ունենալը կամ շահական Իրանը նավթ մատակարարող գլխավոր երկրներից մեկն էր Իսրայելին։ Այս բոլորով հանդերձ, սակայն հեղափոխությունից հետո ստեղծվել է մի էլի արտաքին քաղաքական ռազմավարություն, որտեղ Իսրայելն էլ այդ սպառնալիքները այնպես չի, որ միայն հորինած են կամ ուռճացված։ Իհարկե ռազմական ճանապարհով դրանք լուծելու վերաբերյալ պլանները ուռճացված էին, ինչպես մենք տեսանք, բայց պատկերացրեք մի երկիր, էլի մենք դրա մասին քիչ ենք խոսում, բայց Թեհրանի կենտրոնում կար մի ժամացույց դրված, որը յետհաշվարկ էր անում, թե երբ է Իսրայելը վերանալու։ Այդ ժամացույցը անցյալ տարվա հրթիռակոծությունների ժամանակ վերացվեցին։ Այսինքն կան անվտանգության սպառնալիք, փոխադարձ սպառնալիքներ, որոնք չեն առնչվում մեր տարածաշրջանին, եւ մենք հաճախ այնքան էլ ամբողջական չենք պատկերացնում, թե յուրաքանչյուրը ինչ շահեր է հետապնդում։ Եվ ամփոփելով երևի թե նորից կընդգծեմ, որ շատ կարևոր է մի կողմից պետական մտածողությունը, դրանից բխող տարբեր տեսակ այլ ուժերի ազդեցության գործակալների վերաբերյալ այդ պարզունակ պատկերացումը, որ դա միայն Թուրքիայի հետ կարող է կապված լինել, դրանից վերացարկվելը, անգամ եթե մեզ համար շատ բարեկամական երկիր է, բայց փորձում է իր շահերը առաջ մղել մեր շահերի հաշվին, դա պիտի լինի անընդունելի մի բան։ Եվ իհարկե քաղաքական քննարկումներում շատ կարևոր կլինի, որ մենք բոլորս որպես առնվազն մարդիկ, որ ձգտում ենք սթափ վերլուծությունների, պահանջենք, որ իրական խնդիրների մասին լինեն վերլուծությունները եւ ոչ թե մեզ վախացնող կամ անտեղի հույսեր վաճառող ինչ-որ քննարկումներ լինեն։ Շնորհակալություն, մեր քննարկումը մոտեցավ իր ավարտին։ Շնորհակալություն շատ հաճելի է ձեզ հետ քննարկել։